Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, մենք այսօր նորից ուղիղ եթերում ենք, մեր հայրենակիցները շատ SMS-ներ են ստացել, շատ խնդիրներ և ասում ենք և ինչի եթեր չես մտնում, ուղղակի սիրելի հայրենակիցներ ժամանակի խնդիր կար, որ չենք կարողանում եթեր մտնել, բայց այսօր փորձեցինք մտնել եթեր և խոսել նորից թեմաներ, որը որ շատ կարևոր է մեր երկրի համար, սիրելի հայրենակիցներ, ինչպես ես խոստացել էի, որ ես կանգնած եմ և հիմա էլ նույնը ասում եմ, որ կանգնած եմ Վարդան Ղուկասյանի կողքին, նամակների մասին, որ ես խոսում էի դեսպանատներում գրելու, շնորհակալություն մեր սենատի խորհրդի նախագահին, որ նայեցին նամակը և խորհրդատվություն անցավ, որ այդ նամակը ճիշտ նամակներ է ուղարկել բոլոր դեսպանատները և պատմել այդ անձի Վարդան Ղուկասյանի մասին, որ այսօր ինքը շինչ ու գործերով մեր այսօրվա կառավարության կողմից այդ անձը լինելով Ամերիկայի բերդերից մեկին անազատության մեջ և այն ինչ որ ես խոսք եմ տվել և ինչ որ ես ասել եմ, դա վաղվանից գնում է, ես կներկայացնեմ նամակը, տարբեր երկրներ, մեծ ծավալի, շատ մեծ ծավալի երկրներ է գնալու, բոլոր ռուսական դեսպանատուները, որ Վարդան Ղուկասյան լինելով ծննդով հայ, քաղաքացիությունը Ռուսաստանի, ես մտահոգված եմ մեր հայրենակցու առողջության և կյանքի համար։ Ես ինչպես միշտ ասել եմ արդեն տարի ու կես է, որ ես կանգնած եմ Վարդան Ղուկասյանի կողքին, սիրելի հայրենակիցներ, և դա շարունակվում է։ Ես չեմ կարող սարերը շուռ տալ, բայց այն ինչ որ ես փորձում եմ օգնել և բարձրաձայնել նրա առողջության, նրա խնդիրների մասին, ես դա ասել եմ և անելու եմ մինչև վերջ, ուզեն թե չուզեն շատերը, որովհետև նա մեզանից մեկն է, որը բարձրաձայնում է ճշմարտությունը, նա ասում է, որ Արցախը հայկական հող է, նա ասում է, որ Արևմտյան Հայաստանը դա հայկական հողեր են, նա շատ հազարավոր թեմաներ է բարձրացրել, որ դա իրականություն է, և ես լինելով քրիստոնյա, հայ քրիստոնյա, անկախ ամեն ինչից ես իմ ձեռքն եմ մեկնել Վարդան Ղուկասյանին և նորից շարունակում եմ և շարունակելու եմ իմ ձեռքը մեկնել և ասել, որ եղբայր, ես անձամբ քո կողքը կանգնած եմ որպես քրիստոնյա, այն ինչ որ ինձ Աստվածաշունչը սովորացրել է։ Հիսուսը չի եկել հիվանդների, առողջների համար, Հիսուսն եկել է հիվանդների, նեղերի, բերդում նստածների, խնդիր ունեցողների համար։ Եթե մենք բոլորս գնանք էլիտայի հետևից և օլիգարխների հետևից և մեր բարեկամ կամ սիրած մարդկանց հետևից, պատկերացրեք մի պահ, եթե Հիսուսը դա նույնը մեր հետ աներ, ջոգողություն դներ, որ սա փարիզեցի է, սա չգիտեմ, հարկհավաքող է, սա օլիգարխ է, սա գեներալ է, սա և սա է։ Ոչ, Հիսուսը խաչվեց բոլորի համար։ Դրա համար ես ինձ պարտք եմ համարում քրիստոնյա լինելով բարձրաձայնել խնդիրը և իր կողքին կանգնել։ Մի խոսքով, սիրելի հայրենակիցներ, նամակները պատրաստ են, շնորհակալություն Արամ Մկրտչյանին, շնորհակալություն մեր թիմին։ Ես այդ նամակը, որ ինձ ուղարկեցին, արդեն պատրաստված, ես խոսել եմ իրավաբանների հետ, ես խոսել եմ, խորհրդակցել եմ Լևոն Բաղդասարյանի հետ, որը բոլորը ողջունում են միայն այդ նամակների բովանդակության մեջ այն ինչ որ գրված է, և վաղը ես ուղարկելու ժամանակ նամակները կնկարահանեմ հենց ուղիղ եթերում, որ երկրներն են գնում, որ դեսպանատները։ Այնպես որ Նիկոլ, ձեր պլանը նորից չի ստացվելու, մենք փորձելու ենք ցույց տալ ձեր դեմքը, որ դուք մարդկանց իսկական ընդդիմադիրին, մարդ, որը բարձրաձայնում է, մարդ, որը որ կանգնում ասում է, որ այսպես չի, այսպես է, և այդ մարդուն դուք այսօր բռնայ փագի տակ եք պահում։ Այն խաբեպա օլիգարխներին կամ այն մարդկանց, որ երգիր են վաճառել դրանցը, այ հետաքրքիրն ինչ էր, որ սիրելի հայրենակիցներ, Սաշիգին, 50-50 Սաշիգին Սերժի աղբորը արդարացրեց, հասկանում եք,
Էսի արդեն աբսուրդ է, որ մենք տենում ենք Սաշիկին, եթե նա արդարացրեց, բայց հեղափոխությունը 18 թվին ինչի համար էր, Սերժի եւ Սաշիկի նմանների համար էր, որ նրանք պետքա բերդում նստեին։ Հենց Նիկոլ Փաշինյանը շատ անգամ խոսել էր 50-50 Սաշիկի 50-50-ը, նրա որդիների արած խնդիրներից, ժողովրդին տերորի ենթարկելով, ժողովրդին խաբելով, վախացնելով, սպանելով, իրանց ասած խոսքերով, Նիկոլի ասած խոսքերով, որ նա պատգամավոր էր, նա դրա մասին խոսում էր եւ արի ուտես, որ այո, լրբերը դարան սրբեր, սրբերը դարան լրբեր, Գայանե Ցարգարյանը նոր գրառում էր գրե հենց այդպես, Գայանե ջան, օգտագործեցի գրառումը հենց նոր, այո, արի ուտես, որ Սերժի աղբերը Սաշիկը դարավ սուրբ, իսկ սրբերը դարան լրբեր։ Այո, սա աշխարհի դրվածքն է, սա հենց սատանայի խավարի գործն է, որը փորձում է սաղմոսներով փորձի հայ ազգին խաբել, եւ շատ քրիստոնյա ազգ քշատերդ հավատացել եք նրան, եւ դուք այդ խայծի մեջ եք, որը շատ շուտով ձենը կլսեք, որ դուք խափնված եք, բայց էսա հայի պատմությունը։ Սիրելի հայրենակիցներ, եթե հիշում եք, ես խոսել եմ եկեղեցուց, որ ես ունեցել եմ կապ Բարսագույն հոգևորականի հետ, որ նա զգուշացված էր նրան, որ քանի տարի առաջ եւ այդ խոսակցությունները, գալասավոյները եւ SMS-ները կան, որ հաղորդի մեր կաթողիկոսին, որ այսպիսի վտանգներ եւ այսպիսի խնդիրներ կան։ Մեր առաջարկը եղել է եւ բարձրագույն հոգևորականի խոսքերով նա ասում էր, որ հաղորդել է այդ ամեն ինչը, բայց մերժվում է կամ սպասեք եղբայր։ Հիմա ես ուզում եմ հոգևորականի նկարը ցույց տալ, ինչի համար, որ խոսելով խոսում ենք եւ նրանք մեկ այրանց գործն են անում։ Ստեղ ինչ շատ հարց է, ես նորից եմ ասել, որ օգոստոսին, երբ որ Նիկոլ Փաշինյանը կվերցնի այդ ղեկը, վարչապետության ղեկը կվերցնի, ես ասել եմ, որ մի րոպե կներեք, հեսա բացեմ այդ էջը, որ տեսնենք ում հետ, ումն եմ ես հիմա փորձում, մեկ րոպե, սիրելի հայրենակիցներ, թարսա, որ չի բացվում, մեկ րոպե։ Այս երեք ես տեսա մամուլով, որ հոգևորականներին տանում են 20-րդ թե 25-օրով հատուկ ծառայության։ Ես հիմա նորից ասում եմ, պարոնայք, պարոն հոգևորականներ, ձեզ օգոստոսին ծեծելով են տանելու, ձեզ օգոստոսին բռնաբարելով են տանելու, ձեզ օգոստոսին, կներեք, ուղղակի չի բացում այս նկարը, ինչի չի բացում, բայց ես ուզում եմ հասկանամ, ինչի չի բացում, փորձեմ մի ուրիշ ձև բացել, ձեզ նորից եմ ասում, որ ծեծելով տանելու են և խայտարակ են անելու, շուտով պատրաստվի թող հայ առաքելական եկեղեցին, որ պատասխանա տալու իր արած սխալների համար եւ չարածի համար, իսկ Նիկոլը այլանդակ ձևով ձեզ նակազատ անելու։ Ոչ եմ, ինչ որ է չի բացում, բայց այստեղ կա այստեղ այս սև շորերով մեր հոգևորականը Բարսագույն, մի րոպե, եթե կներեք մի վայրկյան, սանց անենք, որ երևա, նայեք, այս խաչը վրան գցածը մեր Արսենն է հոգևորական, որ այս տարիներ առաջ մենք շփվել ենք իրար հետ եւ նա էր կաթողիկոսի հետ, սրբազանի հետ խոսում։ Այն ինչ որ մենք ասել ենք, դա կատարվում է եւ նա կհաստատի։ Ու ես երեք լսեցի, որ իրեն տարել են, ես իր հետ կապնվեցի, իրենց տարել են սովորացնեն, թե ինչպես կարելի է կրակել կամ բանակ գնալ։ Լավ է կարել, շատ լավ է կարել, այո, ձեր մոտ ստացվավ, որտեղ դուք չլսեցիք, իսկ Նիկոլին, իսկ որ մեզ չի լսե, Նիկոլը դրանցը պատժում է։ Մենք շատ բան ունենք ասած մարդկանց, մարդիկ չեն լսել եւ արդեն շատերը դաժե պատժվել են
շատերը դաժե չկան եւ։ Հիմա սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ մի հարց տալ, եթե հայ առաքելական եկեղեցու գործող կոչված սրբազան կամ բարձր կարգի հոգևորականների Նիկոլ Փաշինյանը տանում է 25 օրվա վարժանքների, շատ լավ անում, այո, բոլորը պետք է սովորեն կրակել, դա շատ լավ է։ Բա հիմա Նիկոլ, ես ուզում եմ քեզի հարց տամ, աղանդավորների եւ ավելի շատ Եհովայի վկաներին եւ մորմոններին, եթե օրենքը մեկ է եւ նույնն է, քանի հատ մորմոն, կրոնական մորմոն է տարել 25 օրով եւ քանի հատ Եհովայի վկա է տարել։ Ես ուզում եմ կոչ անել մեր բոլոր լրագրողներին, բոլոր եւ այն մարդկանց, ով որ բլոգերա եւ եթերներ անում, պահանջեք հանրությանը, որ Նիկոլ Փաշինյանը այդ նույն տեմպերով մորմոնների եւ Եհովայի վկաներին տանի ծառայության, որովհետեւ ոնց կարող է լինի մեր տղեկն էթան կռվեն կյանք տան, իրանք վայելեն Եդեմական պարտեզում, դա մի քիչ ճիշտ չի։ Եթե վայելում ենք բոլորս միասին, եթե կռվում ենք ամեն մեկս մեր ձևով։ Հիմի սիրելի հայրենակիցներ, պահանջեք Նիկոլ Փաշինյանից, նույնը Նիկոլ Փաշինյանի ընտրողներ, որ դուք ընտրել եք, բան չի չեն տանում։ Հարց, ինչի պետք է քո տղեն գնա ծառայի, դու ընտրես այդ նույն վարչապետին, ասես դու մեր, չգիտեմ, Վելիկայա Էնգել, հա, ու քո տղեն գնա այդ նույն 25 օրը կամ Արցախ կամ սահման 2 տարի կամ տարի ու կես հեսա որ սարքեն ծառայության, Եհովայի վկան նույն քո հարևանը չի գնալու։ Բայց եղավ։ Բայց չէ որ օրենքը բոլորի համար է։ Բայց չէ որ այդ Հայաստանի Հանրապետության մայր օրենքը համ քո համար է, համ իմ համար է, համ Եհովայի վկայի համար է, համ քարիզմատիկի համար է, համ մորմոնների համար է, համ էլ մնացած տարբեր ազգերի, ով որ մեր երկրում ապրում են արդեն դարերով, բոլորի համար է։ Ինչի դե ուրեմն պետք է մեր եզդի եղբայրները կամ ասորի կամ մնացած են եղբայրները, ասեն գիտես ինչ կա, մեր օրենքի մեջ, մեր տրադիցիայի մեջ ասում է, որ մի գնացեք օտար երկրի սահմանները պահեք։ Իշքանով մենք իշքան հերոս կռված եզդի աղբերներ ունենք այսօր։ Փառք ու պատիվ, ես ինքս շփվում եմ լավ աղբերների հետ, ես ինքս մի քանիսի խավոր եմ, եզդիների խավոր եմ, հա, ու ես հարց եմ տալի, ինչի եզդին ասորին կկռվի մինչև վերջ, սահմանը կպահի իրանց այրան գնով, այսօր հայ Եհովայի վկան, որ ինչա Եհովայի վկայա, չի ելնելու էթա սահման։ Դա անբարոյականության է, օրենքը խախտելով, դա ճիշտ չի, ես դա ճիշտ չեմ համարում, եթե բարձր հոգևորականը Ռուսաստան գնի կամ Եվրոպա որևէ մի թեմի առաջնորդի ուղղակի բռնում եք նակազատ անելով, չնայած ճիշտ եք անում Նիկոլ, որտեղ չլսացին մեզի։ Չլսացին, այս եթերը իրան էլ ես այսօր կուղարկեմ, թող նորից լսա, որ ականջին օղ անեն լսելու, այ որ 7 տարի առաջ, 5 տարի առաջ, 3 տարի առաջ, 2 տարի առաջ, մինչև Նիկոլը մտավ Էշմիածին, ես զգուշացնում էի, սենց մի արեք, ճիշտ մենակ ես չէ, թիմը իմ բերանով էր զգուշացումը, բայց թիմը ասում էր՝ մի արեք, բայց չլսեցին, դե գնացեք ծառայեք, համեք սովորեք ինչա նշանակում ծառայությունը, որովհետև ձեզ սպասում է հայ առաքելական եկեղեցու ծառայողներ, սպասում է շատ վատ օրեր, խայտառակ օրեր, եթե դուք արդեն դրսում եք, էլ չեք մտնի ներս, դա արդեն հասկացել եք, ինչի համար է Նիկոլս անում, ստրախ է գայնատանում ձեր վրեն, բայց Աստվածաշունչն ասում է՝ մի վախեցեք, աղոթեք եւ արեք։ Հələ տեսնենք քանի հատ արդեն հեսա մեծ հավաքներ է լինելու, էս է լինելու, տեսնենք հələ աշխարհով մեկ մեր սրբազանները եւ հոգեվորականներ կգան, թե չեն գա։ Ով գալու է Բռնիտանի բանակ։ Նոր բրենդ ասած, ով գալի միանգամից այդ մա բանակ։ Շատ լավ է, ոնց որ հասկացել եմ, որ բանակից է սկսվում երկրի սահմանները, բայց ոչ այդ գեներալի հետ։ Այդ հրամանատարը պետք է փոխվի, որտեղ հրամանատարը չի կարող ճիշտ հրամաններ տա։ Բանակ ուղարկելը ճիշտ է, բայց հրամանը չի կարող տա։ Սիրելի հայրենակիցներ, պահանջեք Նիկոլ Փաշինյանի, Եհովայի վկաներին եւ հիսունականների, բոլոր այդ քարիզմատիկներին, ով որ ռելիգիայի մեջ, օրենքի մեջ է, իրանց դրած օրենքի մեջ է, նրանք բոլորը պետք է գնան ծառայության։ Այո, թեկուզ այդ 25 օրը պետք է գնան նրանք
վերցնեն, հասկանան ինչ անշում խրամատը, զենքը եւ այդ ամեն ինչը հայրենիքի պաշտպանությունը։ Հիմա մի սուտի հայրենապաշտի եմ ուզում ցույց տալ, որ հասկանանք այս մարդը ձեր երեխեքի մսաղացն է։ Դուք այս մարդուն ընտրել եք, սիրելի հայրենակից։ Թող սա հայ ազգը եւ Սփյուռքի թասիբով հայ խորխեն քու երեսին։ Գիտես խի։ Բա բոզի տղախի ոտով չհասար Բաքու։ Հա։ Հիմա որ դու կանգնած ես այդ ստորագրությանը, ուրեմն ասեմ սիրելի հայրենակիցներ, սրա նմանները այսօր մի բան են ասել, վաղը մյուս ուրիշ բան են անում։ Եվ դրա դժվողը դուք եւ ձեր սերունդն եւ ձեր երեխաներն են։ Սրա նման բոզի տղեկը խափեցին ձեր երեխեքին ասելով, որ Արցախը Հայաստանն է եւ վերջ։ Եւ տարան ձեր երեխաներին սպանեցին։ Ձեր երեխաներին սրա նմաններն են, կուտը տվեցին, հոգեբանական sense բան տվեցին, որ տեսեք, մենք ոտով կհասնենք Բաքու, բա համի ինչի էս բոզի տղեն չի դատվում։ Խեն մնացած Արայիկ Հարությունյան, այն չգիտեմ ինչաներ այդ մնացած պրեզիդենտները, որ դատվում են, շատ լավ են անում։ Դրանցը դատում են, այս տեսած բոզի տղուն չեն դատում։ Կարաք ինձ մի հատ ասեք։ Այս մարդը ոտով էթում հասնում էր Բաքու, էթում հասնում էր Բաքու, ինչ աներ այն ժամանակ։ Ասում էր մի զիջումներ։ Հիմա սրան պետք է դադեն, թե չդադեն։ Սիրելի հայրենակից, սիրելի Նիկոլի ընտրող, սիրելի, չգիտեմ, ում ուզեք ընտրեք, լավ եք արել, ձեր ցավը տանեմ, սավից ցավը տանեմ։ Այս մարդը ոտով էթում հասնում էր Բաքու, այս չստացված գեներալը։ Այս ուղղակի ձեզ հարգում եմ, բայց որ ես իրան տենամ, այսպես լաբավո, ես իրան իմ տղավարի խոսքը կասեմ, սս կխորխեմ իր դեմքին։ Այս վերջերս շատ հետաքրքիր մի հարազատ մարդ ինձ գտել էր իմ եթերներով, որը ինձ շատ հարազատ մարդիկ են եւ արյուտես մարդը բարձր աստիճանի զինվորական եւ այսօր ապրում էր Եվրոպայում, երբ որ մենք շփվեցինք շատ ուրախացա ու շնորհակալ եմ իմ եղբորից, որ ինքը բարձր աստիճանի զինվորական լինելով մի հատ հարց տվեց, ասես գեվ կարաս եթերով բարձրաձայնես, որտեղ մարդը հենց այս կուխնյա, այս բոզի տղեկին ճանաչող մարդ է, մոտ, հա, կանգնած, ասեց, այս սրա նմանները Արցախում են ստացել գեներալի կամ որևէ մի պաշտոն։ Այդ պագոնները, որ դրել է սրապես բոզի տղեն, ոչ թե Հայաստանի Հանրապետությունն է պահե, որ պագոն են տվել, այ Արցախը գնացեք կռվե վրոձի սենց իր արևին, ու սրա նման շատ, այն Գագիկ Մելքոնյան, մնացած այն բոզի տղեկը, որ այսօր ասում են խաղաղություն։ Բա որ դուք արա ասում եք այդ հողը Արցախը հայկական հող չէր։ Բա հիմա հարց, բարձր զինվորականից հարց եմ ես հնչեցնում մեր հայ ազգին, ձեր ցավը տանեմ, ով ուզում եք ընդրածել եք, ճիշտը մնում է ճիշտ։ Եթե այս մարդն ասում է Արցախը դա Հայաստանը չի, հայկական հող չի, այս մարդուն տվել են Արցախի հերոս, գեներալ, տոլի ես իմ ինչի պագոնները վեկալը տվել են այստեղ խփես հենց կանգնած է։ Բախի իմի չի հրաժարվում սրանից, սրա նամուսը թասիբը ուր է, եթե այ բոզի տղեք, եսի ձուկ պրիզնատ է գալը Նիկոլետ, եսի ձերը չի եղե, նախ առաջինը բա որ ձերը չի եղե դում դեմ եք կրվե 35 տարի, էսուն եք խապե, էսուն եք տարե փուրը տվե, երկրորդը, ես գիտեմ որ շատ ծանր թեմա եմ խոսում սիրելի հայրենակիցներ, բայց դե պետք է խոսանք, պետք է որևէ մեկի բերանից դες ճշմարտությունը դուրս կա թե չէ։ Հիմա ես հարց եմ տալիս Սասուն Գագիկ Միքայելյանես ինչս ինչ ոչմ բոզի տղեկ այդ պագոնը որ տվել են ձեզ ինչի հիմքի վրա եք դուք ստացել որպես գեներալ հարց տվեք ընդրողներ հարց տվեք ինչի համար եք դուք ստացել ահա կամ հրամանատար կամ որևէ չգիտեմ աֆիցեր կամ ինչ-որ մի հատ պագոն որ դուք ստացել եք Արցախի ինչ-որ մի բան արածի համար բայց եթե ձերը չէր դուք ո՞նց եք էդի վերցրեք կամ ինչի չեք հրաժարվում բա հրաժարվեք դարեք հասարակ չգիտեմ մարդ թողեք ձեր այդ պաշտոնի անունը որ չասեն այս ինչը գնդի հրամանատար է այս ինչը աֆիցեր է այս ինչը գեներալ է Ո՞ս կլինի արա էթակնդե դառնա գեներալ գաքստեղ ասեք էդի մեր երկիրը չէ ու ոչ մեկ չի դատվում ասում են ռուսներ մեղավոր
Արա լավ ռուսներ մեղավոր, կորեաներ մեղավոր, ալմոլորագայներն են մեղավոր։ Իմացաք, որ էդի ձեր երկիրը չէր, ստոպ տայիք, ստոպ չտվի տարեք երեխեքի գլուխը կերակ, բոզի տղեք։ Իմացաք, որ էլի ձերը չի։ Ինչի չեք հանում այդ ձեր պագոնները, դնեք, ասեք ախպեր, էսի մեր երկրի պագոնը չի, էսի իմ պագոնը չի։ Դու հիմի Սասուն ինչ պագոն ես, ինչ պաշտոն ես ներկայացնում։ Ինչ։ Բախի չես հրաժարվում, արա։ Այդ բանը որոն ես, այդ հələ մատ ինձի հուշեք, ինչի բաներ էդի։ Հələ մատ գրեք ինձ, այդ Սասունը ինչն էր, երկրապահ։ Երկիրը դու ինչ ես երկիրը պահում, այ բոզի տղա։ Ինչ երկիր ես դու պահում, եթե ասում ես այդ երկիրը մերը չի։ Բախյա մնացե, խես դու ռոջիկ ստանում, արա։ Խաղաղության թուղթը ստորագրել է, կռիվ չի լինելու են, հիմի Սասուն դու պետք է քո վզից վեկալ են շպրտեին դուս, այդ երկրապահն էլ ախպեր, ծրել է թար, խիա մնացե երկրում, ինչ ես պահում։ Բայց ո՞ս կարալի համ խաղաղություն, համ Սասուն Միքայելյան, համ երկրապահ գցենք ո՞ս կարա է դիլնի։ Նիկոլ ո՞ց է դիլնեմ։ Իշքան փող է դեղ ատկատ անեմ էթումա։ Դրա անվան տակ, բայց եթե խաղաղությունա Սասունին պահում ես ինչ անես։ Սասունի այդ ստացած զվանին, որ հիմա իր այդ էշ ուսին դրած է, էդի այն հողի զվանինա, որը որ մեր հողը չի, ինչ գործ ունի դրա զվանին մնա իր վզին։ Այդ զինվորականը հարց է տալը, ես անունը չեմ տալım, բայց ձեր բոլորին հարց է տալım, ասում է արա, դուք եթե Արցախից եք ստացել այդ զինվորականի պաշտոնը, ու հետո դուք համաձայնում եք Նիկոլետ, որ այո, դա մերը չէր, Սերժ Սարգսյանը կամ չէ, ալմոլորագայինները մարդու վրան շարժան են, իրանք սուրբ ընտանիք են, կամ քոչոն, կամ որևէ մի բոզի տղա, սուրբ են սա, մաքուր են։ Բա որ էդի մերը չի, ալմոլորագայինները վաճառել են։ Արա, բա ինչ գործ ունեք դուք այդ մեդալները պահում եք, այդ ուդոն պահում եք, այդ հագուստը այդում կայնում եք չես եք տալում, ումն եք չես տալում։ Դուք ուրիշ երկրի ծառայող եք եղել։ Ուրիշ երկրի ծառայող եք եղել։ Նշանակումա ես ասած կարամ մտածեմ, այս իմ մնենինա ասենց ասացա, որ դուք ուրիշ երկրի ագենտ եք եղել։ Ես դից եմ մտածում, եթե Արցախը մերը չէր, բա դուք ում եք ծառայում, արա։ Բա այսքան զոհ ոնց խփին։ Ռոստամի ոնց է գավ ուղիղ բայրակթարախ, հենց այդ մարդու վրա պետք է կաթար։ Ուրեմն ձեր նման բոզի տղեկն են նավոտ կեն տվել, որտեղ Թուրքիայի կողմից ոնց գիտեր Ռոստամներ թե Պողոսյան Պողոսներ։ Ոնց։ Հարց եմ տալի, ոնց սիրելի Թասիբով հայրենակիցներ 15-ից 20 միլիոն հայ։ Հարց եմ տալի, այս մարդու տեղը թուրքը ոնց իմացավ այդ եկա անդարի մեջ 200 հոգի 50 մետր եկող պետք է գար այս բայրակթար իրան կդներ։ Ոնց։ Այս սրա նման բոզի տղեկն են ուրեմն նավոտկեն տվել, որտեղ մենակ սրանք գիտեին, որտեղ է Ռոստամը կայնեմ։ Էսա ճշմարտությունը, այս մարդն էլ ախպեր ջան, ես որ պրիզնատա գալը, որ Արցախը Հայաստանի հողը չի։ Այս մարդը համաձայնա խաղաղության, լավ անեմ։ Բայց թող այս մարդը նամուս թասիբ ունենա, հանի այդ պագոններ, ասի ախպեր, ես էլ զինվորական չեմ, որտեղ մենք սխալ Հյուսիսային Կորեայում ենք ծառայել։ Բայց սրանց նմանները սիրելի հայրենակից անկախ քո կոնորոշման թե դու ինչ գույն ես ընտրել այսօր։ Սրա նմանները պետք է դատվեն, բա հիմի հարց տվեք, Սասուն Միքայելյան, դու ասում ես ոտով ինչ զիջում ար ասում, ոտով եթալեմ հասնեմ բան, Բաքու, բա այ բոզի տղա հիմի ես քեզ չասեմ, աչոտներ տալեմ եմ, դու պոտենցիալ Սասուն Միքայելու քո նման հրամանատարները բոզի տղա են, կարակ ասեք Ավստրիայի գերն ասում, բոզի տղա 24 ժամ 7 ռեժիմով ձեզ ասում եմ, ձեր նմանները բոզի տղա են, որ դուք իմանալով արա ժողովրդի տարի փրթել եք արա, սենց եք խափել տարի երեխեքին, սենք աբսուրդ, սիրելի հայրենակի, սիրելի այդ ընդրողներ, ձեր ցավը տանեմ, աբսուրդ է էսի։ Փաշինյանը կայնավ ասեց Արցախը Հայաստանա եւ վերջ, ասելա Շուշիում։ Բայց այդ դժգույն, դժբախտ քաղաքեր, այ բոզի տղա, դու խիլար գնացիր հասար Շուշի, կայնար ժողովրդի բարեա հոգեբանությունը բարձրացրիր սարքիր սենց ցուլիկ ցենք սարքիր արյուծ սաղին չնայած մեր տղեկ արյուծ տղեկ են եղել միշտ իրանց իսկական հայ ինքնից արյուծել ծնվում է դրանք կասկած չկա այս մարդկանցը դու ուրցրիր վերջում նավոտկեն տվիկ սրանց նմանների բերի գցեցիք տղեկին երրաբլուր արա
Բա որևէ մեկը սրան կարա հարց տա, սիրելի լրագրողներ, 1000 անգամ վեկալում եք էջերս նախելի եմ ասում, գրելուց որ գրում եք իմ էջերը վեկալում գցում եք ձեր էջերը, ճիշտ գրեք։ Հիմա ես հարց եմ տալի, այսպես գրեք, ասեք Ավստրիայի գևն ասում, այ բոզի տղեկ։ Բա ոտով եթում եք հասնեիք Բաքու։ Խիչ գնացիք, այսօր գնացել եք խաղաղություն եք տալ, ասում եք Արցախը մերը չի եղել։ Այն Շուշի բանը եկեղեցի բանը որքան լավ են անում, իրաց երկիրն լավ են անում, ախպեր լավ են անում։ Եթե լավ են անում, Սասունի պես, Գագոյի պես այդ հրամանատար գեներալ կոչվածը ինչ գործ ունի Հայաստանում։ Կամ սիկիր արեք սրանցը Բաքու, թող էթան իրանց գործը շարունակեն բոզի տղությունը։ Կամ հանեք Տրուբինով դադեք սրանցը, որ հասկանան կարա օրենք գոյություն ունի։ Կամ էլ ղրկեք ձեր երեխեքին հաջորդ մսաղացին մի ուրիշ ձևի։ Ելնելու է։ Այս մարդը ձեր երեխուն հիմի ինքն է խոսում, կարող է ես եմ խոսացել։ Արա լավ, նուժելի իրավաբաններ դուք չեք կարող, արա դրսի հայ իրավաբաններ միլիարդների մեջ կորած, արա դուք մեծ օֆիսներ եք, հայ իրավաբաններին եմ դիմում, համայնքներին եմ դիմում, լոբինգներին եմ դիմում, դուք չեք կարող այս բոզի տղեկին դատի տակ արա։ Ասեք հələ մի րոպե, ախպեր ջան, հələ լուպոյ իրավաբանի բերեք, ես նստեմ լուպոյ տեղ 4 լեզու տիրապետում եմ, 4 լեզվով խոսանք, լսանք, հասկանանք, հələ մի հատ հասկանանք, մի հատ էլ լսամ, էլի, կարող է ես 50-ից մարդ եմ, ծերացել եմ։ Հələ մի այստեղ նորից լսացեք։ Ինչ փոզիչում։ Ինչ դիմաց։ Կան նման բան։ Թող ադրբեջանցին իմանա, որ հանգարց նման ոտնձգությունի մինչև Բաքու քայլելու ենք։ Չքայլողի ասել է, բեմի քայլա։ Ուր են լավ տղեկը, բեմից բառը ասելա։ Տղեն, տղամարդ են տղենա, որ բանը ասում քայլում է, ասում անում է, գևն ասում է անում է, գևը անում է ու ցույց է տալում, որ էսի ես արել եմ։ Բա հիմի եկա հրամանատար մարդ, եկա զորք ունի, եկա ժողովուրդ ունի իր հետևը գցած։ Բա ասեք, այ բոզի տղա, բա ասել ես քայլեր, խիչ քայլիր միջև վերջ արա։ Ինչպես բա Նիկոլը խի քեզի հարց չտա, դու խես սաղ մնացե արա։ Խես սաղ մնացե, եթե դու քայլեր հասներ Բաքու, պետք է մի հատ Իսկանդերի մի հատ ծերը կպներ քո հետևին, խի չկպավ քեզի։ Իսկական հերոս տղեկին 35 տարվա սահմանը, որ ոչ մի բանի դեմ չի կային երանդանիք երեխեքին մնացած աղբեն 18 տարեկան երեխեն գնացին նավոտկով են հզոր տղեկին խփեցիք ձեր նման բոզի տղեկը, այսօր սրապես ասում է ոտով քայլելու են Բաքու, ուրը սաղա։ Սեք ջոգում եք էսի սաղալը։ Ոտով էթացող Բաքուն առանց բրոնի ժիլետ, առանց ոչ մի հատ բանի Սասուն գնաց, եկավ, վաու, այս ինչ էր, այս ինչ հրաշք էր, արա, այ քեզ բան։ Ռեմբոն, մեր օրերի թազա Ռեմբոն է այս բոզի տղեն։ Ես էսի որ լսում եմ, չգիտեմ, իմ սաղ բջիջները խառնում են իրար, արասներ լավ էս ունեն, արա, չմոյի տեղ դրի, արա։ Արա 15-20 միլիոն հայի սրապես չմոն խափի, արա, էթակ մի հատ է սրան լի ձենտակ։ Ձենեք տվել լավ է կարե, հիմի ասեք, արա, բախի չս քայլեմ։ Ինչ պետք է ասի։ Ձունա, անձրևա, սառուցա, ճամփեկը սլա գգնի, գցենք ինչ պետք է ասի։ Սրան ինչ պրինտեզա պետք է բռնի։ Ասում են սիչումներ։ Գցենք երկրի 100%-ը, 30%-ը Հայաստանի հողից այդ տարածաշրջանի 100%-ը պատարակ տվել, ասում են ինչ, գցենք արասում են գժի տեղ դրե։ Են Բոզի տղա Նիկոլ ընդեղա գժի տեղ դնում աշխարհին ասում է մեզի պետք չի ասում է Ռուսաստանն է մեկն է մյուսն է մենք էթում ենք Եվրոպա արա ծիրանը բրծավ այ բոզի տղեկ խի ավստրիա ծիրան չեկե գիլաշ չեկե հայկական որ էթա մեզ առնեմ ուտեմ խի չեք գրգեբա Եփա դալու օգոստոսին նա ծիրանը ծաղկում թե սեպտեմբեր հոկտեմբերին քանեսուն է գժի տեղ դրի արա սրան նմանները ինչի չեն դատվել հարց եմ տալի ձեզ ինչի չեն դատվել խի չեն մեռե խի չեն գնացե հացե Բաքու Ինչի ու դուք ասում եք ռուսն է մեղավոր արա լավ ռուսն է մեղավոր այս մարդն էլ հո գիտեր ով է մեղավոր էդի ես չէի դու չէ որ միամի դնենք չիմանայինք Նիկոլը ասենք գերագույն հրամանատարը գիտեր որ էր էթեմ Սասունը որ ասել Սասուն հետ արի եղբայր հետ արի շատ ես գնաց այ բալամ Հիմել մարդիկ գրում են ասում են գեվ ռուսն էր մեղավոր արա լավ ռուսն էր մեղավոր դուք ստոպ տայիք կայնեք ասեք ժողովուրդ ջան Էսա թղթը, էսա դավտարը, էսա գինը, ալ մոլորագայինները գցենք 200 միլիարդով էս անտեր հողը ծախել են ախպեր։ Սասուն հետ արի մի գնա, Սասուն էլ չէր լսում, չէ ասմա թողեք,
Ես երթում եմ մուշն ու բանը սասունը հետ բերեմ։ Դե գնարա, խի չես հետում։ Այ չմո։ Աշխարհիկ բառով քեզի պիտի սուչի տանեն քո ասած ու չարածիդ համար։ Բայց ելնելու է էդի, խոսք եմ տալի, որ դու մի օր պատասխան տաս վայնի տրուբինային, որ երեխեքին այսպես խափեցիք, այսպես դրեցիք, ասիք մենք ոտով արա ինչ տանք, ինչ բետեր, ինչ իսկանդեր, արա մեզ էդի պետք չի, մենք ոտով կեթանք, ճզմելով կեթանք, հավքենք հետ կգանք։ Բաքու պիտի եթայք լող նայեք, կոֆե պիտի խմեիք, այո, որ հերոսներին նավոտկեն չդայք խփեք, նրանք կեթային։ Կասկած չլինի, որտեղ 35 տարի մարդիկ ցույց են տվել իսկական որնա ճիշտը։ Իսկ այսօր 15-20 միլիոն հայ արա, սրա պես չմոներին ա լսում։ Ցենք մի տարի առաջ ասма ոտով ենք եթում, այսօր ասма Արցախի թեման փագա։ Բայց ինքը պագոն է կրում, ու սրա նման բոզի տղեկը պագոն են կրում Արցախի համար ինչ-որ մի բան արած։ Բա եթե ձեր երկիրը չէր, եթե ծախված էր, պարոնայք, սպաներ, գեներալներ, հրամանատարներ, չգիտեմ, սալդատներ, եթե դուք իմացել եք այդ երկիրը մերը չէր, իշկանա արժանապատի, որ դուք ուրիշ երկրի այսօր այդ աստղը քո վրեն կայնած ասում ես ծառայում եմ Հայաստանի Հանրապետության, բայց առբախտ ձեր ասածն ու արածը չի համապատասխանում իր հետ, որտեղ դուք ծառայել եք ըստ գերագույն հրամանատարի Բաքվի հողում, նշանակում է իրավաբանորեն, եթե ես վերցնեմ այս խոսքերը, դուք ծառայել եք Բաքվում, նշանակում է ձեր մեդալները, ձեր ստացածը, եթե դուք այսօր համաձայն եք ձեր գերագույն հրամանատարի հետ, նշանակում է դուք բոլորը տեղել եք Բաքվի ծառայողներ, ոչ թե Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետությանը այն մարդն է ծառայել, ով որ ծառայել է, կյանքը տվել է, թեկուզ չի զոհվել կամ զոհվել հետ է եկել ու ասում է մինչև այսօր ու հիմա ու հիմա ասում ենք մենք Արցախը հայկական հող է, արևմտյան հայկական հող է, արևմտյան Հայաստանը եւ բոլոր մեր այն ինչ որ մենք ունենք, ստեղ հավաքածուն ինչ որ գրված այս ամեն ինչը եւ այս քարտեզը սա է մեր Հայաստանը, ոչ թե Սասունի ասած Հայաստանը, որ խափ երեխեքի տանից սպարի։ Սրանք խափեպա մարդասպաններ են։ Սրանցը պիտի եվրոպական դատարանչը աշխարհի ամենայն, չգիտեմ, Իրաքի ու Աֆղանստանի դատարանով դատեն։ Իսկական, որ Իրանի դատարանով դատեն, որ քարկոծում են, ասեն բոզի տղա, բա որ ձեր երկիրը չէ։ Առաջինը որ դու ձեզ մեդալները, երկրորդ էս երեխեքին խի տարակ սպանեցիք։ Դուք պոտենցիալ մարդասպան եք։ Ռուսներ մեղավոր Ամերիկան թե Եվրոպան, դա հարցի մյուս կողմն է, բայց դուք իմացել եք, ձեր աշկերը կապած չեն տարել որևէ միտեղ, որ ասեք, Գևճան, այ ախպեր, նույնիսկ եկան գիշերը հադուկ սպես նազն եկավ մասկեքով, մեշոկը քաշեց գլխներից, տարավ գցեց մեզի որևէ մի հատ սար վերտալյութով, պարաշուտով, Սասունին պարաշուտով գցեն, Սասունն ասել ախպեր, ես ինչ իմանամ ուր էի, բայց կռվելով գնացի հասնեմ Բաքու, մենք էլ ասենք ախպեր հալալա քեզի, սաղ սալամատ հետ ես եկել, Ռեմբո։ Բոզի տղեկ, ես ում եք խափում արա։ Ես որ նայում եմ երկրից վիճակ արա, ցեն, էս էր տղեկի վիճակը։ Էս կան 35 տարի արունտանք, որ ասենք ռուսներ մեղավոր, ամերիկացիներ մեղավոր, Սասունը լասի ոտով եթում են, մենք էլ ասենք, վայ Սասուն ջան, հետ արի ախպեր, էս ուր, մի գնա, խնդրում ենք, մի գնա ախպեր, որ դու գնացիր ազերների վիճակը շատ վատ արվելու։ Հիմի տեսնում ես, նույն Նիկոլին, Պողոսին, օլիգարխին ընդրած ժողովուրդ, ձեզ խափել են, ձեզ հիմա էլ են խափում։ Այսօր ես հանդիպել եմ գործարար կար, թուրք էր, ես նրան շուտ բանից ճանաչում եմ, հարց կար, պետք է հանդիպեինք, եւ ինձ ինչ ասում, ասում եմ, պարոն Գրիգորյան, ամենամեծ ինվեստիցիան այսօր որ պետք է արվի դա Հայաստանն է, թուրքը ինձ ասում է, Հայաստանը պետք է ամենամեծ ինվեստիցիան արվի, ու ինքը ինձ գիտի, շատ լավ գիտի, որտեղ ես միշտ քֆրդում եմ իրանցը, ասում եմ, ինչի համար, ասում է, Սյունիքի կալիդորն է բացվել, հասկանում եք, մենք ասում է, հիմա մտածում ենք հողեր ու տներ առնենք, թուրքը ինձ ասում է, պատկերացնում եք իմ խոսքերը կամ իմ իրավիճակը այդ պահին, այդ պահին շներին կապել են, ինձի բրախել են խոսքերով, որտեղ մենք ապրում ենք մի երկիր, որը չես կարող որևէ ինչ-որ մի գործողություն անես, բայց ես իմ հայ տեսակը ասել եմ եսով եմ,
ու ես ասեմ, ես չեմ ճանաչում, արա ձեր պես սելջուկ ազգի չեմ, իրանք գիտեն, որ ես ասում եմ ամեն օր, չկա այս երկրում մի թուրք, որ ինձ ճանաչում է, ես ասում եմ, դուք սելջուկներ եք, դուք ցիգաններ եք, դուք հավաքածու բան եք, այն ինչ են, բաստել եք, որ երեխեքը հավաքում են, դուք հավաքածու եք, դուք ազգ չեք։ Դուք ազգ չեք, արա, դուք չեք կարող ազգ լինեք։ Հիմա թուրքը մտածում ասում է, այդ ճանապարհի վրա բերեմ օբյեկտներ ու տներ, դրա համար եք sense տներ սարքում, հա Նիկոլ, որ թուրքերը առնեն, գան ու լցվեն, ասեն դե ժողովուրդ ջան, չեք ուզում լավ ապրեք, տեսակ ռուսի ձեռի ձեզի փրկեցինք, այս ինչ օրն են գցեց ձեզի։ Շատ չէ, մի 20-30 տարի հետո շո, հարցը փակված է, առանց կռվի, այո, խաղաղությունով հարցի թեմա այսպես, սիրուն ակուրատնի բիզնեսի անվան տակ ձեզի կմաշեցնեն, ձեր երեխեքին կամուսնանան, ձեր երեխեքին կսարքեն իրանց ֆայլեն, ձեր հողերը նրանք կառնեն, ձեր տները նրանք կառնեն, դուք վարձով ձեր երկրի մեջ դուք վարձով թուրքից տուն եք վարձելու ապրեք։ Սա է, գցենք մարդ իշքան պետք է ապուշելի չհասկնա։ Գցենք ինչն էր խանգարում Նիկոլին կամ Սերժին կամ Քոչոյին, որ այն վաղ տես ամեն ինչը չեղավ 35 տարի այդ մեր աղբերները կյանքը տվի նրանք այդ խաղաղության ձևը տեղը չգիտեին արա հենց դու ես Նիկոլ որ այս ազգի փրկիչներ ու հենց այդ խելքը քեզ տրվա որ դու պետք է գաս ու խաղաղություն բերես լուրջ ես ասում Աստվածաշունչը սիրելի հայրենակիցներ ասում է խաղաղություն չկա չի լինելու արա մի Աստծո խոսքից թռնում եք հետո ասում եք վայ Աստված ջան տունս քանդվա վերեխուս տարան սպանին Աստված ասում է բալաջան քեզ չասի պատրաստվի Հիսուսի խաչմանը ասում է պատրաստ եղեք այսուհետև ձեզ ասում եմ երբ որ Ձիթենյանց պարտեզում Հիսուսին Հուդան մատնեց Հիսուսն ինչ ասեց այսուհետև ձեզ ասում եմ պատրաստ եղեք ինչին սրին եւ թրին զինվեք Հիսուսը չասեց Ձիթենյանց պարտեզում գիտեք ինչ կա սպասեք Նիկոլ անունով մի հոգևոր գգա աղանդավորներն էլ կօգնենք ասեն օ հալելույա Տեր օրհնի 10-րդ եկավ օլիգարխներն եկան ամեն ինչ լավ է լինելու բոլորդ պատասխան եք տալիս այրան համար բոլորդ պատասխան ով որ այս ամեն ինչի մեջ կա ես տենում եմ այնտեղ մարդիկ որ այսօր սաղորը փորձում են մարդկանց հոգեբանությունը փոխելով տանել որ էսի խաղաղություն է ու գիտեք ով ասում մարդիկ ով որ Աստվածաշունչ են կարդում ասում են հալելույա այդ շոուները էլի խաղաղություն արա ոչ թե մենք խաղաղության դեմ ենք բայց թե խաղաղությունը այս տեսակ տղուն այն մնացած մեր աղբերներին չի տարակ սպանիկ ինչի եթե մեռնելը դες լավ բան է դուք ապաշխարած եք թող արա ինչի ապաշխարածները չգնացիք մահանակ մեկը կեթալու եք երկինք մեկը ժամանակի մեջ մենք էլ ստեղ կապաշխարենք գգանք երկինք այդպես ավելի ճիշտ կլներ բայց եթե դուք ասեք օ հալելույա ինչ լավ է ու գիտես ով ասում չծառայածն ասում խաղաղություն չէիք ուզում ենք եղբայր բա դու խիչ մեռար դու հավատացյալ ես դու կորցնելու բան չուներ Պողոս Արաքյանն ասում է գնամ իմ համար է լավ մնամ ձեր համար է լավ հիմի մի հատ հովիվ թո մնա որ մեզի բանաներ sense համոզել մենք դառնանք ձերպես հավատացյալ ձերպես հա դուք գնայիք կրվի բան չգնացիք արա ինչի դուք չգնացիք քարիզմատիկներ Եհովայի վկաներ մորմոններ ունդեղ չգիտեմ ինչ սեկտա 250 սեկտաներ ինչի չգնացիք դուք այդ ամեն ինչը չէ որ դուք փրկված եք հոգով Դուք ինչ ունեիք մահի հոգին ձեզ ոչ մի վախ չի տալում դուք եք քարոզում մենք չենք վախենում մեռնել բայց դուք գնայիք այն չափաշխարածին մեր եզդի աղբերներին մեր ասորի աղբեր որ ուրիշ դավանանք ունեին ասենք աղբեր գիտես ինչ կա տղեկ քանի որ դուք մեր երկրում եք չնայած մեծ հարգանք ունեմ ազգերի հանդեպ մեր երկրում ովրարումա փառք ու պատիվ նորից եմ ասում մանավանդ եզդների մեջ ես մեծացել եմ ու ես ունեմ շատ մեծ հարգանք այդ ազգի հանդեպ, հա, բա ասենք աղբերներ ջան, դուք մի գնացեք, դուք տակի տակ տանջված, սենց տարբեր երկրներով եկեք հասել եք այս երկիր, քիչ ազգ եք, մեր աղանդավորները թողեթան, մեր Եհովայի վկաները թողեթան, մեր մորմոնները թողեթան, Ամերիկայից բերած այդ ագենտները թողեթան, չէ, մարդու իրավունքներն ասում են իրանք չեն էտա, բա ինչ են անում իրանք հիմի Ոչ են անում, իշկան ինֆորմացիա կա ծախում են։ Ու մեր անմեղ երեխեն գյուղի
անմեղ երեխան լի Սասունի բառով ասում է տղա ջան զարթնի եթում ենք Բաքու ոտով նրանք ասում են Սասուն ձացա բավոր դու ասում ես եկան մեդալները կախացնես վզիցդ մինչև չոքերդ հասնում է բա Սասունն ասում է ոնց չէ թան գլեմատ ասա Սասուն բայց էլիտին խիչ տարակ Սասուն որ եթում էր Գագիկ Ծառուկյանի կամ մնացած այդ օլիգարխի երեխեքը որ այսօր Վարդան Ղուկասյանը դոգ ասում է խիչ է գնացել բա դրանցը խիչ դրի դեմը տաներ Խիչ տարար այդ երեխեքին օլիգարխներին, որ տարակ խափիկ տարակ աղկադի ընտանիքը, մինուճար երեխեքի, նավոտկեն տալով մարդկանց հզորների գլուխն ուտելով, որին բերթերին գլուխը կերակ, որին գցենք Սամասուդարի քցիկ տները, Սասուն, դու ամենաուժեղ Ռեմբոներ, դու մնացիր, գցենք, արա, պատկերացնես, Ռոստամի շողկը մի հատ հմի գար, ու գցենք Սասուն այդ պահին այս բառը ու բառից հետո ասել Արցախը մերը չի։ Մենք դեռ դուք կարող եք պատկերացնեք։ Ես խոսում եմ, արա, ես իրավունք ունեմ խոսալու հերոսից։ Նա իմ համար ճիշտ է հոգով հարություն առած է, բայց նրա մարմինն ու շողկը ու նրա հոգին գոյություն իմ համար ապրում է։ Արա ավելի լավ է դուք կայնես պատկերացնում եք նույն տարբերությունը ես միշտ տարել եմ սիրելի հայրենակիցներ, որ Հիսուսը հարություն առավ աշխարհին հաղթելով, ումն են պաշտում այսօր սատանային։ Գցենք պարտված հրամանատարը Քերովբեն, գնացի ասում եք չէ, գնանք մենք կանգնենք Քերովբեն, որտեղ այսքան տեղ իրան իշխանությունն է տրված։ Արա ասում եմ, լսեք, ես հարություն առած Քրիստոսի կողքին եմ կայնում, դրա համար ես խոսում եմ առանց վախենալու որևէ մեկից։ Գիտեք խի, որտեղ իմ Տերը հարություն է առել Եվ նա թագավորների թագավոր եւ տերերի տեր եւ գեներալների գեներալ ճմոներ։ Իսկ եթե գալիս ենք աշխարհի մեջ, ասենք դուք պատկերացնում եք կամ պատկերացեք գլե մի պահ, սիրելի հայրենակիցներ, լի մատ ուշադիր նայեք լես մարդուն։ Հիմա գալ Ռոստամը այս պահին։ Ու այս պահին եւ այն պահին, որ խոսում ասում է Բաքու է մետն ոտով Սասունը, ու այս պահին ասում է ինչ Արցախ։ Մենք պատկերացնում եք այդ պահը Ռոստամ Գասպարյանը, Սև Հովազի հրամանատարը ու չստացված Ռեմբո Սասունը այս պահին հանդիպեին իրար հետ։ Ռինգում այսպես գային կայնեն, Ռոստամն ասել արա, այդ տղա լեմադել ասա, ինչ ես ասում։ Ցե դուք պատկերացնում եք Սասունին Ռոստամը ինչ կաներ։ Ցե 35 տարի Մոնթեին Ռոստամը կամ մնացած հրամանատարները այդքան կյանք տան, Սասունն ասում է ոտով է մեթում, ախպեր, դուք էլ ձեր Իսկանդարն ձեր տանկերն ու ռակետները։ Գցենք, այ չմո, ես քո կողով ոնց կարամ կայնեմ։ Եթե դու ասես այդ երկիրը իմը չի, այդ մեդալները բախես կախե վզիցը տարա։ Այս է տարբերությունը սիրելի հայրենակիցներ, թե աշխարհի կյանքում իմ, թե հոգևոր կյանքում, թե իմ եթերը, որ ես քանի ասում եմ, ես բլոգեր չեմ, բայց ես պիտի խոսամ, որովհետև գալու է օրը, որ ընձնից որտեղ որ ես խոսում եմ, գալու է մի մարդ ու մարդիկ, որ իրանք իրականացնել են այս ամեն ինչը։ Ես չեմ կարա չմոյից խոսամ։ Ես չեմ կարա մարդկանցից խոսամ, որ ձեր երեխեքին խափետ արես սպանել է, ասում է ոտով հասնում եմ Բաքու, բա բոզի տղախի չհասար։ Իսկ Ռոստամը համ հասել է, համ հաղթել է, համ արել է։ Այո, ես պետք է ասեմ, չասեմ սիդս կտրակի։ Դոգը, տեսեք ինչի մարեմ այդ մարդուն ես հարգում եմ այդ մարդուն։ Ճիշտ խոսալը բոզի տղություն չի։ Ուրիշ տեղ չենք եթում։ Երկու անգամ նկատողություն արեց Ջանֆիդա գյուղին։ Ումը գնացիք ընտրիք Ջանֆիդեցիք։ Հələ մի հատ գնացեք Ջանֆիդի պանթեոնը նայեք, հերոսների ու մարդու դեմքին նայեք ու գնացեք Սասուն Միքայելյան ընտրեք։ Բա եղավ էդի։ Դրա համար որ դոգը բերանը բացում է ճիշտ անում։ Ես իրան աջակցում եմ իր բերանը բացելու այն մարդու, որ Սասունի ասած Բաքու ոտով գնաց, չմոն չգնաց, կոնկրետ չգնաց, իրան ճշտով ճշտի տղեկը պիտի դնա սրան փչացնեն, որ ինքը ասի ու չի արել, տղեն են տղենա, որ ասում ու անում է, որ չարեց, պատկերացնում եք այսօր Վարդանը ճիշտ նկատողություն է արել ձեզ, Ջանֆիդեցիք, ումը գնացիք ընտրեցիք, մի չմոյի, որի անունն է Սասուն Միքայելյան կամ նրա պեսերի, մոռանալով ձեր գյուղի պատիվն ու հրամանատարի անունն ու ազգանունը արա։ Չասես սիդս կտրակեր։
Ճիշտ արե որ քրֆելա, ճիշտ արե որ գոտե բան ասե։ Ես աջակցելու եմ այդպես ասողներին ինքը քրֆի։ Ես աջակցելու եմ իրան այդ հարցում։ Այդ հարցում ինքը այսպես 100% ճիշտ կրոնի բառը ասե։ Ցենք հաղթած 35 տարի հələ մատ հիշեք լը որ Ջանֆիդա գյուղը կասում 35 տարի առաջ։ Ջանֆիդեցիք ձեր պատիվներ, ձեզի որ ճանաչել են այդ գյուղը որ ճանաչել է գիտես ումով են ճանաչել։ Ոչ թե ձեզնով արա, այ Ռոստամով են ճանաչել։ Այդ գյուղի անունը որ աշխարհով մեկ ասում ես Ջանֆիդը ասում են Ռոստամ Գասպարյան, չեն ասում Պողոսյան Պողոս, Սասուն Միքայելյանի ընդրած։ Արա ճիշտ խոսալը բոզի տղություն չի։ Հենց էսա որ դուք մեջ շատերը չեք կարում ստրեչնեք, չեք կարում խոսակ, չեք կարում հանդիպեք, արա ասում եք Գևիքյալեն թափած երկու բար խոսում սաղից կֆրդմա։ Բա արեք խոսանք, ճիշտ եմ ասում։ Ջանֆիդեցիք, ձեզի ով էր ճանաչել է Ռոստամը 35 տարի իր ընտանիքի հետ չլներ սահմաններում ու չունենար այդ լեգենդար անունն ու հրամանատարությունը։ Ով էր ճանաչելու, իշքան գյուղ կա Հայաստանում, քանիսն են ճանաչում։ Բանկա բդի ցույցը ու այստեղ չի։ Այն մեկ էլ օֆիսն է։ Ով էր ճանաչում։ Քանի գյուղ կա։ Քանի հատ։ Աշխարհում որ երկիրը 72 երկիր եղել է, չկա համայնք, չկա տեղ, որ ես եղած չլնեմ, 72 երկիր։ Երբ որ ասեմ Ջանֆիդա, արաստեն ցավը տանեմ ախպեր, Ռոստամ ախպեր, նա ուրիշ էր։ Ուրիշ էր։ Ռոստամի անունը թնդում է։ Դրա հետ միասին ձեր գյուղի պատիվն է պահե ու պահելու է դարերով, քանի Հայաստանը կա, Ջանֆիդա գյուղը մնալու է։ Դուք ուզեք թե չուզեք այդ հովի տակ եք ապրել, ջանֆիդեցիք։ Որ հասկանաք ինչից եմ խոսում։ Ոչ թե որ ես ձեզի նեղացել եմ կամ վայ ու չէ, ես ձեզ ճիշտն եմ ասում։ Ու սա ռայոնի գյուղերն եմ ասում, չգիտեմ 70 գյուղը, 80 գյուղը Արմավիրի մարզը, որ հերոսներ եք տվել։ Հերոսներ եք տվել ու այսօր եկում եք Սասունին եք ընտրում։ Դե կեթակ Սասունից ոտով կեթակ հասնեք Բաքու։ Հələ տենամ ով որ չեթա, այդտեղ արդեն մեր ասելիքը կասենք։ Դե գնացեք Բաքու հասեք։ Հələ ուժեղին թողան, ավտորիտետին թողան, ավտորիտետին իսկական ավտորիտետին հանեն, այ հեսա տղեն։ Ավտորիտետին հանեն ղրգեն երկրից, բոզերը գան ասեն մենք ճշտի մարդ ենք։ Նորից եմ ասում, բերանս չբացեմ արա։ Դուք ավելի շատ ուժեղ երկի չեք շատ այդ ճշտի անունի տակ քանց թե ռաբիս երկողները, որ սաղորը երգում եք, որ կանակ ձեր պահեն չեթակ նստեք։ Ճիշտ տղեկին ղրգում են, հերոսներին ճամփեն դնում են, բոզերն ու սրա նման չմորներն են բանան ու ձեր երեխեքին տանում եք դրանց մոդը։ Այս վերջում անունով, հա, ավտորիտետ էր։ Հարցալուծում, միջև մի հարցալուծում։ Զանգյասի արա։ Ռայոնը գիտի որ օրվա այս կեսից այն կեսը սաղորը միլիցեքի մոտ երգում ես։ Ասում է լավ էլի գև ախպեր թող ապրենք։ Ցենք հասկանում ես դու ռայոնի մարդ գնես Պողոսյան Պողոսյան, այդ մեզ մի մարդ ես Աբրաշատ ըննեմ։ Արա դրա համար ասում եմ ճիշտ խոսեք, մի վախեցեք։ Աբրաշատ ես մի մարդու, որ առավոտ այն ծերից լույսը չբացած մինչև գիշեր, գցենք դադախազու քնչականում երգում է։ Միջև ընդրություններ են զինես բարասին, արասի, ես եմ ավտորիտետ։ Բարասիս մի հատ բարկաղի չեմ ուզում եթերով ասեմ։ Էսա ցուցակը վեկալած ասում է ումը տշենք, ումը չտշենք։ Էսի ավտորիտետ արա այսուր եք ասե։ Արա մենք մեր իսկական տղեկին կորցրել ենք մեր բանից։ Մեր հերոսների մասին ջնջում են Աբաջանի նկարն ու բաներն են ջնջում արա դպրոցներից։ Ես ինչ եք անում դուք։ Հայազգ։ Ես չեմ խոսում դու ինչ գույնի ես ընտրել, ումն ես ընտրել, լավ ես արել, բայց հասկացի ումն ես ընտրել։ Մարդ, որը քո հերոսին, որ դու մահ չունես դրա համար ես համաձայնվել դրան։ Բայց դարի մի պահ հետ է թանք դու այդ նույնը դու ունենար այդ հերոսին ու հերոսիդ նկարը ջնջենք։ Իշքան դու ինչ կզգայիր։ Իմ աղբորը սպանել են, իմ դվայորնի աղբորը սպանել են։ Ես ինչ պարդա, ես ինչ ասեմ։ Որ ես Եվրոպայում եմ, լավ ապրում եմ, իմ вообще 30 տարուց ավել դուսնեմ, գցեն դե ասեմ աղբեր ես Հայկ ջան, ինչ անեմ, աղբեր, չէ թե այդ կռվեիր։ Ոնց կարամ նրա շիրիմին ես նայեմ, ոնց կարամ երրաբլուրը թամ իմ աղբոր դեմքին նայեմ, որ իմ հալալ կեսն էր քաշով։ Բայց իմ 10 պատիկ քաշի չափ մինյամետ ու զենքը հասցրել, որ մինչև հասելա
այդ ասած Բաքուն ահաս այդ տղեն։ Ու ես այսօր լռեմ ինչի մարարա։ Ես իմ փոքր աղբորը ինչ ասեմ։ Ես այն հրամանատարին, որ ճանաչեմ, ասեմ, արա էսի իմ հերոսն է։ Ես այս մարդուն հետ համ երկինք ինչ ասեմ։ Այո, շատերի պիտի երկինք չթողան այս մարդի, պիտի խորխեն ձեր դեմքին, ասեն չկաք վերև, ամոթ արա։ Ամոթա, դուք դաժե երկինք չեք կարա այս մարդկանց հետ հանդիպեք ինչ ասեք։ Սասուն հիմի պատկերացա, այդ մեզ երկինք Ռոստամին հանդիպում ես։ Քեզի հրեշտակա տպ չի տա, իսկ կգան ջանֆիդեցու տպ կտանդեղ։ Այնտեղ դաժե այդ մարդը կարող է մեղ գործի քո երեսից։ Խորխի երեսից ասի, այ խորխաման, էս ինչ ես արել դու։ Ու քո նմաններին էս ինչ եք արել արա դուք։ Մենք իմ երեխուն, իմ տղու կյանքը դնեմ, այ սուկա, որ դուք այնպես ասես ոտովետում եմ ու այսօր ասես այդ երկիրը մեր երկիրը չի, մեր եկեղեցին չի, մեր հողը չի։ Ու սրանց նմաններին հանդուրժում վախենում ու չեք խոսում արա։ Մի խոսացեք։ Վաղը ձեր տունն է գալու։ 15 թվի միլիարդատերեր սպանեցին 1915 թվին։ Կառավարության մարդկանց է սպանեն, օլիգարխներն սպանեցին։ 1,5 միլիոն դրա մեջ կարել դուլներ։ 200,000 այս տարիների մեջ սպանեցին։ Այսքան է մնացել։ 85% վերցրել են ձեռներից հետ այդ նույն ձեռացակը գնեդի ռուս, եվրոպացի, ամերիկացի թե թուրք եղել է։ Կա, ֆակտը կա։ Ես երազ չեմ պատմում, ֆակտը կա, դա մեր պատմությունն է, ոչ թե որ մի ազգի պատմում, մեր ազգությունն է։ Մենք իշքանով ենք ապահովագրված, որ եկուս մեր երեխեք այդ նույն շիքսալին մի քանի տարի հետո կամ մի քանի ժամ հետո չի լինելու։ Հա? Ու սրանց նման չմո վախկոտ հրամանատարին լսում ենք, ասում ենք ոտով էթում ենք, հետո ասում է չէ, մերը չէր։ Հրամանատարում ասում է կրակ, ասում է բայց էդի մեր երկիրը չի։ Արա դուք պիտի Ադրբեջան, ես չգիտեմ, ձեզի որտեղ դա ինձի հուշեք որտեղ սրանցը դադեն։ Հասկանում եք հրամանատարում ասում է բոյ, կրակ, մի տարի հետո կայնում ասում է մեր երկիրը չէր։ Բա հիմա ես Ալիևին ասում եմ, Ալիև, Սասունին ու Նիկոլ Փաշինյանին եւ նրա պես մտածողներին, ինչի՞ չես դադում։ Արդար չի։ Եթե այն բոզի տղեկին, որ ծախվել են Արայք Հարությունյան, այնտեղ չգիտեմ Բաքո Սահակյան կամ մեգերները, հա, որ հետո գրում են նրանք բան են, քաղաքական բանդարգյալ են կամ պոլիտիկի վայ։ Լուրջ եք ասում։ Այն Արկադի Թադևոսյան, հա, այն Բերլին որ կար, կռիվը պրծավ եկել էր Ավստրիա, հենա թղթել է ձեզ ցույց եմ տվեմ լայֆով։ 120,000 տվել էր արուններ մաքրում, որ գար էթար Բաքվի բերտում նստեր։ Բա հարց տվեք այդ Արկադիկին, Արկադիկ, ինչ փողերով էր եկել կռվից հետո, ինչի դու չմեռար, պրեզիդենտ էիր, բեղերը թուրքի պես այսպես պահած, ինչի չմեռար, եկել էր Ավստրիայի հանրապետություն, բոզիթ հետ էլ խոսում էր, ես էլ կողդ նստած լսում էի, դու չգիտեր որ ես եմ էդի, ասում էր կյանք Էլ ասում էր երեխել լսում է, ամոթ է։ Հը։ Այդ նույն ընդրողին հարց եմ տալի։ Հիմի որ Փաշինյանն ասում, այո, դրանք դավաճան են եղել, ճիշտ է ասում։ Այստեղ ճիշտ է ասում, բայց Նիկոլ, համար առաջ դավաճանը դու ես։ Դու սրանցը փորը տվիր, Սասունի թռակ ես կողմ։ Ու ասիկ ախպեր ինչ է պետք, տանք մենակ մեզի չտանեք։ Թե չէ Բաքվի համար մեկ ջոկատայինը գալու էր Հայաստանից, բռներ վզնեցը տաներ, ձեզեր էր գալու տաներ։ Ու ոչ մեկ դեմը չէին առնելու։ Այսպես ոտերով, բետերով գալու էր Երևանի կենտրոնից Սասունին սրան քցեր մեջ տաներ։ Ինչ արիք տրոսիկներդիկացը կախպեր, սրանց տալում ենք, էսի տալում ենք, էնի տալում ենք, բիզնեսն անում ենք։ Շո, հարցը լուծված է։ Ու երկրի ժողովուրդն ինչ ասում, այո, խաղաղություն հաստատեց ռուսներ մեղավոր։ Ռուսներ մեղավոր։ Սաղ ռուսնա մեղավոր։ Բաքու ռուսներ ասում եմ թե Սասունը։ Լսացինք նոր, Սասունը։ Ռուսն ասում է տղա ջան, Բաքու ինչ գործ ունես, ես կխփեմ։ Չէ, թողեք, ես հետում եմ, դե գնա Սասուն։ Չէ, թացողը բոզի տղա է, դու ասես հետում եմ, դե գնա, ես սպասում եմ, որ դու պիտի ոտով հասնես Բաքու։ Այս խոսքերը հասցրեք Ալիևին, ասեք Սասունն ասում է գալում եմ։ Գալում եմ Բաքու։ Զիջում չկա։ Մի տարի դա ասում ախպեր ինչ, դա մեր հողը չի, ինչ խոզի պես մռմռալով քթի մեջ չի կար մեր գովասում թողեք այդ թեման, հանգիստ թողեք միլիոնները վայելենք, առրակը վայելես, իսկական տղեն չվայելի դու չես վայելելու, բոզի տղա։
Սիրելի հայրենակիցներ, մի հատ էլ թեմա կա, որ այսօր ես ուզում եմ մեր Սփյուռքին իհարկե հանդիպումներ կան, ես որ ասում եմ ժամանակ չունեմ, այո, մենք ժամանակ չունենք կայֆերի, կայծերի, չգիտեմ ինչերի։ Ես չեմ կարող իմ հրամանատարի, իմ աղբորի մնացած աղբերների աչքերին եմ, ես խորխած ունեմ լավ կյանքնել, ամեն ինչն եմ վրեմ, որովհետև եթե ես հրաժարվեմ այս ամեն ինչից, ուրեմն պետք է ես հրաժարվեմ հայ ելնելուց, իմ հայ գեր կոչվելուց, իմ ազգանունից, իսկ իմ հերը երկնքում ուզի չի ների, ես իմ հորի ձեռից, իմ իսկական հորս ձեռից չեմ պրծնի, եթե ես ուղղակի այդամ ապրեմ, ոնց որ ապրում են շատերը, արա դե ես ինչ պետք է անեմ, դե ես այդ միլիոնները չունեմ, արա դե Ծառուկյանը կարեմանի, Սամոն կարեմանի, Պողոսը կարեմանի փող ունի, բա դու ինչ ունեիր, ինչքան կարակ աղկադի հոգեբ բանությունով խոսակ, ինչքան կարակ այդ վախի մտնոլորտով խոսակ, արա ես զզում եմ այդպես հայից, մենակ հայից չէ, այն մարդուց, ով վախի, ասենք ես չեմ ասում մարդ պիտի դեբիլ լինի, եթե մտի կրակը կամ 10-րդ հարգից իրանքցի, ոչ, երբ որ ինքը խոսում է, արա դե ես ինչ կարամ անեմ, բա դու ինչ կարա, բա ես ապրեմ, եթե դու քո երկրի սահմանի համար կամ ճիշտը խոսալու համար բան չես կարող անես, դու ինչ ես կարող անես, ինչ ես կարող անես, եթե դու շատերը ես արգելել եմ մոտ, որ ասում են արա դե Գևջան աղբեր քոպես տղուն սենց քոպես տղուն ես մենք ինչ կարան կամ դե մի տենեմ եք Ծառուկյան իշքան միլիարդներ ունի տենեմ ես ինչ օրն են գցե նրանք նույն թելն են ուրիշ թել չի ուրիշ գույն չի ուղղակի դուք եք ուրիշ ձև դիտեմ ինքը նույնն է նրանք այդ խամաչիկներն են խաղցնողն են էփողներն են նրանց ասում է, էսի կտաս, էդի կանենք, էնի կտաս, էդի կանենք, դու հմիսուս կմնաս, դու հետ կետաս, շախմատ այդ Սերժի օրենքը շատ տավ, ես 35 տարի ասեն խամաչիկներ են, օլիգարխ խամաչիկներ են, չնայած ես Ծառուկյանին ճանաչում եմ, հարգել եմ, հարգում եմ, ես բոլորին հարգում եմ, բայց ասում եմ, դուք խամաչիկներ եք, որտեղ այդքան միլիարդ ունեցող տղեկը, չի կարա այսօր ասի սուս մնանք, շուտ անեիք, պալատները չսարքեիք, արձան չսարքեիք, արձանի տեղ Իսկանդեր սարքեիք, քիմիկներ բերեիք, լցեիք երկիրը, Սփյուռքի հետ համագործակցեք, որ հեսա շատ ուժեղ ու շատ կարևոր թեմա եմ ասում, որ ասում ենք Ադրբեջանը բարան ամի վսամի ումնի նարոդ, εμείς տենանք բարանը ինչ արե աշխարհի հետ, հələ տենանք սամի ումնի ժողովուրդը ինչ արե, ես սիրում եմ, որ բերես ցույց տաս, ասես տեսեք, էսի հին, շատ հին փողը էսի զրոյա, ձերքա, ոչի բան։ Բա այդ օլիգարխները, որ դες հզոր էին, այդքան կարում են ջիպեր, միլիարդներ, ախրանեք պահեք, հարց եմ տալի ձեզ։ Ինչի ձեր կապիտալը չդրվավ համապատասխան երկրներում, դրա դիմաց դուք կարող եք հարուստանալ, ես դրա դեմը չեմ, այո, ով որ դնում է, նա պետք է հարուստ լինի։ Բայց հիմա գալիս եմ մի բուն թեմային։ Սիրելի հայրենակիցներ, նախքան Ուկրաինայի եւ Հայաստանի կռիվը Ադրբեջանը առնում էր Եվրոպայի 7 երկրների Ավստրիայում մենակ կա 83 բենզակալոնկեկ։ Նրանք ստրատեգիական ամենաթանկ տեղերում են գտնվում։ Հոլդինգը բերեցին Շվեյցարիա, անձեռը մխելի մի երկիր։ Այն բարանի մասին եմ խոսում, օլիգարխ տղեկ։ Հեսա գալիս եմ։ Անես թեմա, ուլը հարստամ։ Համի տենանք դուք էիք ուժեղ, թե իրանք էին խելքով, թե դուք էիք խելքով։ Խայտարակ եկել է, չոմո են սարքն ձեզի։ Այ Նիկոլը, այն ձեր ասած բոզ Նիկոլը, որ բերդում բոզություն արե, այսօր ձեզի նակազատ է անում։ Ոնց ուզում ձեր հետ խաղ անում։ Ոնց ուզում է 4-5 միլիարդ ունեցողին, արա ասում է լսի այդ տղա, կգամ կգցեմ խացիկից տակ։ Ձեզի նակազատ ոնց են ասում։ Մարդիկ կա չասում են, արա դե միլիցիա ասած ցենք մեր ակրվում ասում ախպեր դե միլիցիա լուրջ ես ասում։ Ցենք մի քեզի մեր քրֆելը կարաբետա մտ միլիցիա շորակտը, ասեմ մեր հետ պրինցիպիսից հանգստանա, դու ինձ ասես միլիցիա, всё, հա։ Թազա բրենդա։ Այսօր շատերի որ ասում են սապե բայց հարցը խիչլուզը, արա դե ասում ախպերս ոդից բանկա գցած։ Ո դուք չեք ասում ձեր տեղը բերդումնա։
Այ Բերթի տղեկին ես լավ եմ ճանաչում, ճիշտ տղեկին լավ եմ ճանաչում։ Նրա համար մեգա միլիցու շորով գնի, թե գցենք ոչխարի շորով գնի կամ կոժովի բան գնի։ Ասես պետք է պատասխանը տա, այդ այս կան տղու տեսակը, ասիր արա պատասխանը տուր։ Չես կարող տալ, դե միտես պատասխանը ոնց են տալի։ Նա ինչ արեց ադրբեջանցին։ Ինքը գիտեր, որ օրերից մեր պետք է պատերազմ լինի։ Ինքը գիտեր, որ Ռուսաստանը այդ արտաքին հետախուզությունը, որ Ռուսաստանը կանգնելու է շատ բարդ թեմաների մեջ, միլիարդավոր դոլարներ տալով, միլիարդավոր, որը ես ասում եմ, սրանք կոնկուրս կեթան, որտեղ անհնար է այս գներով գնելը տարածքները։ 7 եվրոպական երկիր առնում էր ամենագլավնի շասեներում, որտեղ որ ցոկար բենզակալոնք են տեսնում եք, սոկարը, ստրատեգիական ամենահամար մեկ տեղերում անա։ Կարող եք բանով Google Map-ով նայեք, որտեղ է, որ երկրներում է 7 երկիր, ամեն երկիր 80 բենզակալոն կա։ Ողջունելի է։ Ստրատեգիան նայեք։ Երկու բան արեց։ Միլիարդները բերեց Շվեյցարիայով օրինական կողեց եվրոպական երկիր, թանկ առավ, ասես լսի ավստրիացին, աշխատաուժդ առնում եմ, տալիս եմ, հազարավոր աշխատաուժ, շոպը մեջը կա, սնունդա, խմիչքա, ուդելիքա, որը միլիոնավոր դոլար է, այսպես ֆռն, փոքր շոպերա 24 ժամ, բենզինի նալոգը 1 լիտրի բենզինի, Ավստրիայում 42 սենտ, նշանակում է, եթե 1 եվրո ծախում է 42 սենտը տալիս է Ավստրիայի նալոգին, պատկերացնում եք, չէ, դիզելը կարող եք սաղ նայել 53% նալոգ Ադրբեջանցին տալիս է 1 լիտր բենզինը, երբ որ ծախում է 2 եվրո, նշանակում է 1 եվրո 6 սենտ մի լիտրի մեջ տալիս է Ավստրիայի Հանրապետությունը միայն նալոգ, չեմ ասում աշխատավարձը, չեմ ասում բժշկական ստրախովկեքը, չեմ ասում այդ պակետները, որ աշխատողի համար տալիս է, լույսը, ջուրը, կոմունալը, պատկերացնում եք, չէ՞, մատ ինչ պակետից եմ խոսում ես, գլոբալ։ Ամեն ինչը ստեղծեց, ես սրանք մինուս են եթալու, մենք էլ տեսնենք ուրախանանք, որ ես միլիարդավոր դոլարները մինուս գնաց։ Ինչ արեց, երկու հարց, այո, դնողը այսօր բիլիոնատեր է դարը, հեմի չգիտենք ով է, բայց արդեն գիտենք ով է սրա հեղինակը, պետությունը։ Առաջինը ասեց Եվրոպա, բենզին չունես, ճիշտ է, հա, ասում է ես ունեմ, վայ, քո բենզինը կառնեն, բայց ռուսինը չեն կառնի, ամար չէ, ռուսը քխա, ընձնի ծար։ Ադրբեջանցին իր բենզինը դիզելը ղրգում էր Եվրոպա, թանկ գնով, ասում է դե առեք նալոգը բեկալեք, աշխատողը քեզ շոպը քեզ, ախպեր սաղ ես երկրին է մնալու։ Մի քիչ մնա տվեք ընձի։ Ռուսն ասեց ռուս, դու բենզինը չես կարեմ, ճիշտ է ծախես Եվրոպա, չէ, ասես դու ընձի։ Բայց դրա դիմաց երկու բան է խնդրեմ։ Այն ինչ որ կանեմ, ախպեր չան, դուք երկու ազգեր դել, բերանները ձեր փագում եք։ Ինչ արեց, ռուսն դեղ սուս մնաց, որտեղ իր բենզինը պետք է մի ձևի ցիրկուլյացիա աներ, թանկ գնով հասներ Եվրոպա, դա իրականություն է, նա չի որ ես հեքիաթ եմ պատմում, կարող եք նստել, ուսումնասիրել։ Երկրորդ եվրոպացիքին ասես գիտեք ինչ կա, այն ինչ որ ձեր աշխով կտենակ եւ անկաժներով կլսեք, սուս կմնաք, որտեղ 53% նալոգ եմ տալի, աշխատաուժ եմ տալի, եւ էս եմ տալի, եւ այն եմ տալի, եւ եմ տալի, եւ էս էլ իմ լոբին գնա։ Հզոր։ Ահա։ Մալադեց։ Ազեր գլնի, թուրք գլնի, մոնղոլ գլնի, ստրատեգիան աշխատելա, մարդիկ տեսնելով տեսան, աշկերը փագին։ Լսելով լսեցին, ասին ինչ, դες բան եղե, Արցախ գոյություն է, ամար դե ադրբեջանական հող չէ, եվրոպացիք լան, եկան նկարվան Շուշիի բերդի տակ, ճիշտ է, ահա։ Հիմի հայ օլիգարխներ, արա գիտեք մենք ով եք, դե հիմի ասեք, այս կան 35 տարի, Սասունը ասում էր, մենք ոտով ենք եթալու, օլիգարխներ հետ նստում ուդում խմում եք ջայլ աղջիկներ, այս Դուբայ, կայֆավատ, Թուրքիա, կայֆավատ ամենտեղ, բահմի ես հարց եմ տալի բոլոր են օլիգարխները, որ 10 միլիոնից ավել փող ունի բիզնես ունի։ Ինչ է ստրատեգիան չաշխատավ։ Ով էր ձեզ բռնե։ Հիմա ով կարա ին վրեն ազդի,
Հայաստանից, որ այստեղ ինչ-որ մի բան անեմ։ Չի կարա։ Ես ինչ ուզում եմ էլ անում եմ, ակուրատնի բիզնես ես ուզում, Եվրոպան քեզ տալիս է, ասում ախպեր ջան, ինչ ուզում ես գրիչ արտադրես, արի արտադրա։ Հələ տերա Նիկոլոն Ձիվոս կար այստեղ խանգարի ես գրիչ արտադրելու համար Ավստրիայի պետությանը նալոգը տամ, աշխատաուժը բարձեմ, գրիչն էլ վեկալեմ ղրգեմ Հայաստան ծախվի, այդ փողն է գա Ավստրիա։ Հələ տենա մձով կարա խանգարի, չի կարա, որովհետև ստեղա ստրատեգիան ասում է հոп, ընկեր, ես իմ ինտերեսն եմ, երկրի մարդն է, ձեր հայն է, այո, հայ է, բայց իմ երկրում աշխատում։ Այս ստրատեգիան ձեզի օլիգարխ տղեկ, հզոր տղեկ, այդ կան ախրան, այդ կան ավտոկ, այդ կան հանցագործություն, կրագել, դիսկո, չգիտեմ, այնտեղ կայֆ, էթայք ստրիպտիզ, սրան խփեի, նրան խփեի, կազինոներ, Բադեն, Մոնակո, չգիտեմ, Լաս Վեգաս, հարց։ Համի այն ինչ որ ձեր հետ անում են, ճիշտ են անում։ Կամ պետք է չոքեք դառնաք այսօրվա Նիկոլի խամաչիկը, այն չմո Նիկոլ, որ դուք ասում եք Նիկոլը չմո արա, Նիկոլն ով էր արա։ Կամ խլելու է։ Գալու է մի ուրիշը։ Բա հիմա հարց եմ տալի 35 տարի որևէ մեկիդ խելքով, տոնձնից խելքով, ընձնից վդով, ընձնից հարուստ։ Նյուժելի այն գևը որ կրթություն չունի, կարա նստի մտածի ասում մենք պետք է հավաքենք մեր հայկական ուժը եւ մեր դրումները դնենք տարբեր երկրները որ չլինի թիրախ, տարբեր երկպետություն, այո, պետք է հայը դնի իր արտադրամասերը։ Թող այդ երկրի ժողովուրդը հարուստնա, թող այդ երկրի ժողովուրդը, բայց դու ունես երկու տարբերակ։ Առաջինը ճանաչել քո ազգությունը, քո տերիտորիան, երկրորդը դու ունես քո հայկական լոբինգը։ Հիմա ձեզ օլիգարխներ ասում եմ, դեռ ուշ չի։ Փորձեք բացել, ոչ թե կապիտալ վեկալեք, գնացեք սա ուժը 85%-ը դնում եք Ռուսաստանը ջան կպելա։ Ձեր հեծես էր պետք։ Սամոյին տվեց ժերտվա, փողերը վեկալեց։ Այն մեր Ռուբեն Վարդանյանը 6 միլիարդա, 10 միլիարդա։ Ասես գնա ախպեր Արցախը քոնա, դու պրեզիդենտ ես դառնալ, դու կփրկես։ Ինչ արին։ Կողին բերթե գնաց ուրա միլիարդները ռուսական բանկը։ Հայը ինչ ունի 0, ոչ մի բան։ Բարեկամ ընտանիք, ինչ կերան այդ բան, ինչ ծախսին ռեստորանում, էլիտա, վсё, այդքան բան։ Հիմա պարոն Ծառուկյան, քեզ եմ հարց տալի, Սամո քեզ եմ հարց տալի, մնացած օլիգարխներ աշխարհով մեկ ձեզ եմ հարց տալի, դնում եք բիզնեսը, լավ եք անում, ոչ թե դրեք, մենակ ասեք, ախպեր ընդեղ բիզնեսը, ոչ, դրա հետտեղ միասին պետության հետ նստեք հաշվի, այս երկրի հետ պետության դրել ես տեղ բիզնես, լավ ես արել, ասում ես լսի, ես բերում եմ 50 միլիոն դոլարի կամ 100 միլիոն դոլարի կամ 10 միլիոն դոլարի ծրագիր քո երկրի մեջ նալոգնել եմ քեզ տալի աշխատողնալը քոնա սա քոնն ախպեր քեզ եմ տալիս այն օգուտը ինձ ամնում թե մի այդ օգուտը կտանեմ Հայաստան թե Կամբոջա դա ոչ մի գործի ու ցավը տանեմ լավ ես անում արել ես պիտի ուտես օրինական ձևով բայց ասում ես գիտես ինչ կա պետություն մենք ունենք պատմություն դու ես գրել այս պատմությունը ավստրիացին է գրել Մուսա Լերան 40 օրը ավստրիացին է գրել այս պատմության հետ պետք է դու հաշվի նստես չեմ ասում հələ իմտեղ կռիվ արա իմտեղ արա բայց հաշվի պետք է նստես իմ հայ համայնքը պետք է հզոր լինի իմ լոբինգն ու դեսպանատունը պետք է առանձնանքի կարանա մտնի դուս կա համապատասխան տեղը համաձայն ես եթե չէ կլնեմ կեթամ Իտալիա կդնեմ Այս 50 միլիոնը։ Հիմա տես մենք ասում ենք Մակրոնը Փաշինյանի հետ լավ է, կարող է հարաբերությունները, չգիտենք, լավ են իրար հետ։ Հիմա մեծահարուստ ֆրանսիացի։ Ինչի դու չես ման գալու մի քաղաքական գործիչի, որը օպոզիցիա է, նշանակում է ով որ Մակրոնի դեմ է, նշանակում է Մակրոնը մեր չուզողն է։ Նիկոլի, ով որ Նիկոլի հետ է, դա նշանակում է խաղաղություն, այո, Ադրբեջանը, Արցախը, Ադրբեջանը, Արևմտյան Հայաստանը, Թուրքիա է։ Հիմա նույն գործարարը տեսնում է այն ուժին, մեկ ինքը ներդրող է այդ երկրում։ Գնում ասում է, լսի, դու օպոզիցիա ես, ճիշտ է։ Բարձր երկրորդ օպոզիցիան է, ասում է, հա։ Ասում է, ախպերես, լսի, աշխատաուժ եմ տալի, որ կանգնես բեմերում խոսաս, ասա, որ 50 միլիոնի կամ 100 միլիոն էլ այս գործերն ունես, քո պլյուսն է, ես քեզ բարձրացնում եմ, ես գիտեմ ինչ եմ խոսում, ես քեզ բարձրացնում եմ, բայց, տես Մակրոնը մեզի վադություն անում, ես բոզի տղեն ճանաչել է Արցախը, բայց որի մասին դուք ասում եք, որ Արցախը եկեղեցիները հայկական հող է, ճիշտ ասում են, այո, ախպերես, որ դու ընտրվես, ամեն ինչ կանեմ քո մար, ոչ թե ընտրակաշարք, այ ծրագրներ
այո, քաղաքական գործիչները բիզնես ծրագրերով են իրանք այդ փողային դիվիժենին անում, որտեղ նրանք չեն կարող այդքան միլիարդավոր բեմերը ու այդ ամեն ինչ անեն, դա մենք հասկանում ենք։ Ահա։ Ինչ ալում, համ քո բիզնեսն է աճում, համ դու ունես հարաբերություն այն մարդու հետ, որը այն տեսականին է, որը ընդունում է Արցախը։ Դու արդեն ունես կոմունիկացիա, դու այդ երկրի ամենալավ հարգատուն ես։ Ոչ թե մի երկրում ա քու փողը դրած, սիրելի օլիգարխ, որ դու վտածես, ասես աղբեր կային ռուսամետ դնեմ, շատեր աղբերների ես ճանաչում, նրանք հայամետ են, բայց հենց միկրոֆոն դեմեստամ ասում է ռուս это наш, էսի նաշ, գիտես խի, որտեվ իր գլոբալ կապիտալը դրած այդ երկրում ինքը վախենում է, որտեվ սխալ հաշվարկ ես արել եղբայր, քո օֆշորները պետք է 82 երկրներում լինի, եթե դու իրոք միլիարդատեր ես, դու պետք է ունենաս 82 երկրում մի հատ թեկուս կիոսկ Կամբոջայում, որ հանգարց ընդեղած մոլը լավ չաշխատի, այն կիոսկը կարանա հանրապետությունը պահի, մինչև դու ընդից պրծնես գազ հասնես Կամբոջա, այդ էլ պետք է ես սովորցնեմ։ Բա ուր են ձեր պրոֆեսիոնալ բիզնես բաները սովորեք գոնե, ձրի ինձանից ձեզ հիմա ասում եմ, քանի ուշ չի, որտեղ շուտով ոչ երկիր ենք ունենալու, ոչ կապիտալ ենք ունենալու։ Տես ասում են Գագոյեսի վեկալին, Սամոյեսի վեկալին, դա ինչ պետք է անեն, թեկուս խաղ չի, բայց արդեն այդ վեկալել բառը հոգեբանորեն լավ չի, որ մարդուց ինչ-որ մի բան խլում են, հա, ու ավելի վատա, որ պետությունն է խլում։ Ուրեմն դու այնքան լկտի փչացածն ես, որ ինքը քեզից խլում է, կամ այնա փչացած կամ դու, որ պետությունը թույլ է տալում, ուրեմն դու ճիշտ չես կառավարել, դու չես մնացել նոտրալ։ Ես միշտ հարց եմ տվել շատ օլիգարխներ, արասկան, այս ախրանան չեք բերեմ։ Այդ խի մնացած մարդիկ ախրան չունեն, դու ախրան ունես, կամ դու շատ վատն ես, լավը չի կարող ախրան ունենա, կամ դու շատ ուժեղ բոզի տղա ես, աբիժնիդյոն ես, որտեղ բռնեմ ոտդ որոցը, կամ ունես շատ ворի անցյալ։ Ինչի համար ես քո երկրի մեջը, եթե դու այդ միլիարդները չունենայիր, դու կունենայիր ախրան, թե չէ։ Այո, մի հատ, երկու հատ, եթե ինչ-որ մի վտանգ կզգում ես, Եվրոպան հլում ես կանստերը դեմդ կանգնես, մի հոգի չամադան, այսպես կուլտուրական ժպիտի երեսից ես, մի հար, որ ասես կապտաս այդ քամին կտանի, կանգնած ասում ես, արա լավ, ես երկրի պրեզիդենտ է, հլում այդ մեր երկրի օլիգարխների չէ, գցենք միջին, որ ինչա $1 միլիոն փող ունի, 3 հատ համեր, արա ոնց, սես պդին ես համար, արեք տղեք, ձեր ցավը տանեմ, բայց արեք ընեց, որ ոչ գողագանը, ոչ բոզագանը, ոչ են օրեք ձեր ձեռից այս ձևի չմոձևի խլի, դուք պտի պաշպանված լնեիք, դուք պտի այն պալմեն մի ծառնա, որ 400 արագության տակ կամ արագության մի ծառնա, որ այդ բարակ պալմեն պահում է, ոչ մի ծառ աշխարհում չկա, այդ մի պալմեն ինքից ձևյա ծալվում, դու պտի ծալվես, դու պտի երկիրը կառավարելու ձև ունես բիզնեսի կառավարման, որ Սերժ կգա, Պողոս կգա, Պետրոս, դու պիտի թիրախ չնես։ Գիտես դու երբ ես թիրախ, երբ որ դու մեկին գլխից խփել ես, երբ որ մեկին բռնաբարել ես, երբ որ մեկին կաշառք ես տվել, երբ որ մեկի ընտանիքը քանդել ես, իսկ կակեբեն ինչ անում, նստած գրում է, հմելը պեչի մեզի։ Այ վաղը հենց էսի չարեց, всё, էսի վեկալին ձեռից։ Այդ թիրախը Եվրոպայում չկա։ Տես մենք Եվրոպասին թերագնահատում ենք, բայց մեծ սխալ ենք անում։ Հələ արեք մի հատ եվրոպացի օլիգարխ, մեծահարուստ, որ գցենք դուք երազեք, հասարակ հակած։ Հասարակ ձևով լնեմ իր հայատը ավել անում։ Արա ես ասկան 72 երկիր ման եմ եկե։ Ես քլոկի ընտանիքին ճանաչում եմ, զենք սարքող, հա։ Իր կնոջը կա երկու ախրանա։ Քլոկը, որ աշխարհահայտ, գցենք մարդը քլոկ զենքն արտադրում։ Մեր քաղաքում ապրում։ Մեկ էլ 2 միլիարդատեր, որ երկու հատ ախրանիկ եմ տեսել, որ իրանց ավտոկը տնանիքի վեշերը մտնեն խանութ առևտրան կան, բայց մեր մոտ էլ զոնքաջը ունի, քենին ունի, բաջանաղը ունի, աներն ունի, շունը ունի, կատուն ունի, չգիտեմ, հարց, այսքան փող որտեղից, ինչի համար, գցենք ինչ ես քո զոնքաջի համար դու ախրան պահում, գցենք զոնքաջիդ ինչ պետք է անեն, որ դու քո զոնքաջի համար ախրան ես պահում,
Ուրեմն դու իշքան վատն ես, որ քո զոնքաջի համար ես դաժե ախրան պահում։ Ինչի համար։ Լավ ես անում, քո փողը դու, բայց տես որ այսօր դու թիրախ եք։ Ես չեմ անznավոր, ես իմ մտքերս բարձրաձայնում եմ, ստրատեգիական մտքերս եմ, քնելել եմ մտքերս եմ բարձրաձայնում։ Հիմա տենում եք մեր ասած ոչխարը ստրատեգիական ինչ արեց, որ այսօր Եվրոպասում ոնց Արցախը եղե, Արցախի հարց կա, ոնց։ Համար դեպի Բաքվի հողը չէր։ Ու մենք չենք կարող խոսենք, գիտեք ինչի, որտեղ դու ես երկրին բան չես տալի։ Ասենք ինչի պետք է կոտիր, ինչ պետք է, ասենք Եվրոպացին Հայաստանուր, Եվրոպանուր։ Ինչի թմար պետք է կոմար կայնի։ Այս աշխարհը դրված է հավատքի եւ առևտրի եւ մանիպուլյացիայի վրա։ Всё, ուրիշ բան չկա։ Հավատք խափեություն, հավատք խափեություն, հավատք խափեություն։ Երբ որ դու մնում ես հավատքի եւ ճշմարտության մեջ դնում ես ճիշտ ստրատեգիական բանի աստվածաշնչեն աղբերները, որ ծախեցին Յոզեֆի, հա, Յոզեֆին, որ ծախեցին Եգիպտոս։ Այն Յոզեֆը, որ բանի պիտանի չէ, գցել են հորը, հետո ծախեցին որպես տրուկ։ Այդ տրուկը գնաց ընդեղով դարավ։ Համար 1 առևտրականը ու իր աղբերները, որ եկան արդեն սոված ծառավ, ինքը ինչ արեց։ Ու այդ երկիրը ոնց փրկվավ։ Ինչի դրսից Փյուրքի միլիարդատերերը այս ստրատեգիան չեն աշխատում։ Դուք նորից նույնικά բիզնես անում եք, դուք ուզեք չուզեք անում եք։ Արեք, բայց պահանջեք դրա տեղ։ Իմ խոսքը ինչու՞ն է տանում, ինչ որ երկրում որ դու մի բան անում ես, փորձի մտնել քաղաքական գործիչների հետ օրինական դաշտ, փորձի մտնել ցույց տալ, որ սա մենք ենք, սա ես ուզում եմ, որ քո երկրի երեխան վայելի, մեկը քո փողը, քո սերունդը, ուզեմ չուզեմ, ես իմից տեղ եմ ապրում, իմ երեխեքս տեղ են ապրում, եկուզ ես չգիտեմ երեխեն կարող դառնա երկրի պրեզիդենտ կամ բիզնեսմեն կամ որևէ մի բան, բայց ես փորձում եմ սրա դեմ մի բան ուզեմ, որտեղ ես ամենաթանկն եմ տալım, ես իմ սերունդը տալիս եմ այս երկրին, ես այս երկրի համար գրիչ եմ արտադրեմ, բայց դրա տեղ ոչ մի բան չեմ ուզում, ասում եմ ես եմ, ասում եմ չէ, այն մեկ էլ ավելի լավն է, որտեղ տալիս է իր երկրին իր հետ հաշվի է նստում, պահանջում է, եվրեների գիտեք իշն եմ սիրում, ծնունդի օրը, որ այդ մեկին նվեր է տալը, մի եվրո հետ է վեկալում, բա ես քեզ տամ դու ինձի բան չդաս, բա ես քո երկրի մեջ բիզնես տնեմ, դու իմ լոբինգը կամ հայկական եկեղեցին չճանաչես, բա դու իմ երկրի մասին չիմանաս, ես ասի չէ, որ իտալացիք էի ուղարկե ընդրությունների օր, բայց ոչ թե ընդրությունների համար, ես գրգել եմ նկարահանումների համար, շուտով ես այս ինտերվյու կտամ Իտալիայի համար 1 ես շաբաթ կիրակի Իտալիայում լինելու սիրելի հայրենակիցներ, մարդիկ, որ եկան Հայաստան նկարահանեցին եկեղեցիները, ես տերդեր չեմ։ Տերդերները իրաց գործում չեն, ես եմ այդ գործում, թե մի ոնց եմ ուղարկել, խի եմ ուղարկել, ինչ եմ արել, լավ եմ արել։ Հեսա շուտով կտենա գլոբալ, ինչ նկարահանում է եղել եւ Հայաստանի մասին ինչա գրում, թե հերոսի մասին, թե գործարարի մասին, թե եկեղեցու մասին, թե պատմության մասին։ Այն գևը, որ մի չհամադան առանց գրել կարդալ եկել էր այս երկիր։ Հասկանում եք։ Առանց գրել կարդալ։ Շատ մարդիկ դիպլոմներ ունեն, շատ մարդիկ Rolls-Royce են քշում, շատ մարդիկ ավելի մեծ գործեր են անում։ Հարց, տղեկ ինչ է կարել։ Ինչ ստրատեգիական գործ է կարել, որ այս մետալը բերեմ, ոչ թե Սասունի պես ուրիշ երկրի մետալ, խփեն, գոնե պատմություն ունեցեք։ Դուք ձեզ հարգեք։ Ես միշտ ասել եմ, ինչի համար եմ այս գործողությունը այս ամեն ինչն անում, որ որևէ մի բան թողեմ, թե այս երկրի մեջ որպես հայ անուն, թե իմ սերունդին, որ եղել է մի հայ, որ եկել է այս երկիր, մենակ մուսկուլներն ու զենք զրա, կրիմինալ բերցից դուս եկածը կարար Հիսուս Քրիստոսի անվան տակ փոխվել եւ դառնալ մարդ, չգրել չկարդալով դառնալ բիզնեսմեն։ Եվ հասներ են բարձունքին, որը շատեր ասում են լավ էսի ոնց կարալներ։ Այո, երբ որ դու քո կյանքը տալիս ես Հիսուս Քրիստոսին եւ ասում ես Տեր, տուր ինձ իմաստություն, Սողոմոնը ինչ ուզեց։ Իմաստություն։ Սողոմոնը չասեց ինձի տուր այս ինչի թագավորությունը, այս ինչի պարտայը, այս ինչ օլիգարխի է վաղտեր կային, չէ օլիգարխներ, թագավորներ, պրինսներ, չգիտեմ այս են կարող ասեց սրան եմ ուզում նմանվեմ, Աստված մեկը տալու էր։ Սողոմոնը այդ պայն ինչ ուզեր տալու էր։
Նույնն է Աստված երեք այսօր եւ Հավիդյան։ Աստված նույնն է։ Հիմա Սողոմոնը ինչ խնդրեց իմաստություն։ Սիրելի հայ Աստված, ձեզ տրված է առաջի հարությունը։ Հասկանում եք ձեզ ինչա տրված։ Անկախ քո գույներից թե դու ունես ընտրել, քեզ տվել է Աստված հարության գինը։ Իմաստությունը տվել ասма վերցրու։ Երեմիայի 30 ես այդ Երեմիան, հա, 33:33, եթե չեմ ասում, կանչիր իմի, ես եմ քո Աստված։ Արա կանչեք ձեր Աստծուն։ Մեկը դուք դրա մեջ մկրտված եք, ուզեք չուզեք, ձեր մեջ գրված առաջի քրիստոնյա, ուզեք թե չուզեք, ապրեք թե չապրեք, այդ տիտղոսը ձերն է։ Արժանապատիվ ձևով պահեք։ Պատկերացնում եք հարություն առած թագավորների թագավոր աշխարհի իշխանը առաջի իշխանությունը տվելա ձեզ։ Այսօր մենք ինչ ենք անում։ Արա դառնանք ամենաչմոն, ամենավախկոտը, ամենահարիֆը, ամենաչմտածողը։ Հասնես աբսուրդ է։ Հետո գտանք Աստծուն ասենք Տեր Աստված, ինչի՞ մի արասում ես քեզ տվել էի բոլոր իշխանությունը, գրածա։ Բոլոր իշխանությունը, հարությունը եւ թագավորությունը եւ աշխարհին էլ ասել եմ, թակուն չեմ պահե արա, աշխարհին էլ ասեմ, որ հայերը առաջի քրիստոնյաներն են։ Ինչ անեմ հայը ամենավերջի բանն անում, ոչ թե ամենաառաջի։ Փոխանակ ազգերը պետք է գային մեզնից սորվեն, մենք ենք այդում ազգերից սորվում։ Փոխանակ ազգերը գան մեր երկիր քրիստոնեայություն սովորեն, մենք ենք բերում օտար վարդապետություն, հալելույա, ես իմիջ չիներեն, ֆրանսերեն, արա ասում ես ինգեր չան մի րոպե արես խիարն ու բանը խառնվել է լպասիլ, արա էսի մերն էր, արա էսի մենք ենք։ Հասկանում ես, ոնց որ սամալյոտ բանին պիլոտին ասես, օդի մեջ ասես սամալյոտը լտու ես քշեմ։ Պատկերացնում եք, ցենք մի հատ ուղևոր լոջիկին ասի ապրել, հիմա դու ցենք ես քշել գիտեմ, ես գիտեմ այդ ինչ աշխամ, թե սամալյոտ հոթուն ոնց կարաս պահես, հա, ցենք մի հատ ուղևոր իմ հետևից գա, ցենք ես քշում եմ 4 տեղանոց սամալյոտ, ցենք հետևից մեկի գանց ասի գևը լեմա դիցելի ես նստեմ ես պատկերացնում եմ սամալյոտի վիճակը ցենք վարկյանների հետ ես եթալեմ անդունդ ու ես ասում բա ախպեր գիտես ինքով է արա երկրորդ պար ասում եմ ընկեր չալը թռիստից արա ինքը գիտես ով է արա դու չես ճանաչում սրան արի ախպեր ես արի դու համ քրիստոնյա ես համ գողական ես համ բոզական ես համ նիկոլական ես համ կրված ես համ չկրված ես համ ոտով հասած հետ եկած ես Բաքու արի նստի ու մեկ էլ մեկ է սամալյոտը դմ օր ասում են գևի սամալյոտը ընկավ բայ խի որտեվ գևը ասում անգերել մի րոպե սրա համար ես գնացել եմ 5-6 տարի սովորել եմ արա էս իմ գործողությունն է ես գիտեմ սրան ոնց խաղցնեմ դու չես կարող անգեր դու կարաս մենակ խելոք հետևը նստես չէ պարաշուտը վեկալ քեզ գցի կամ առած պարաշուտի գցի յանտունձնից մենք խենք ես անուղեղներին տալեմ արա մեր ռուլը ինչի մարես տալի քո ռուլը երբ որ դու դրա մեջ կրթությունն ես երբ որ դու դրա մեջ կանչված ես խես տալի ուրիշի եթե դու հովիվ ես չես բերեմ ուրիշ հովիվի ինչն է քեզ խանգարում քո հոտին արածացնելու հələ մի հատ մեր եզդի աղբերն ձեր ցավը տանեմ ձեզ շատ եմ հարգում այսօր ձեզ իրանք են շատ այդ հովության գործարե հələ գնա մի հատ Երևանցի քաղաքացի որ գյուղի ոչխարից կովից չոբանի շնից ոչ մի բանից կուրսի չի հələ թեթասի ապե գիտես ես ով եմ ես Երևանցի ես ճիշտ եմ հələ մի հատ ախպեր ես գնային ես ես հոտին ուզում եմ մի հատ տանեմ սարը գցեք այդ եզդի ախպեր գնի հայ ախպեր գնի չոբան ախպերը հովիվ ախպերը կվեկալ այդ չոբանի փետը կկոխի կասայի անասուն Այս հոտ ընձի ճանաչում այս հոտի տեղը ես գիտեմ սրան ոնց տանեմ իմ շները գիտեմ ոնց գելերի դեմն առնեն Դու ոնց կարաս արա այս հոտին չճանաչելով գաս այս հոտը առաջ տանես այս տարբերակները դիքո կյանքում սրանք տարբերակներ են ոչ թե շո վիրավորան կամ մարդկանց բան ուղղակի այս տարբերակներն են բերեմ որ դուք հասկանաք ես ինչից եմ խոսում ես այս իմ ստրատեգիան է ոնց կարա կռիվը չլած Ադրբեջանը կռիվ չարը ռուսը կռիվ չարը Ադրբեջանը մի բան բերեց դրեց որ այս երկրում պետք է դիզելն ու բենզինը որը ճգնաժամներ դրա նշանակում է նրա արտաքին հետախուզությունը 100% այսպես 100% անցել է
եւ աշխատեց։ Միլիոնավոր դոլարներ, միլիարդավոր դոլարներ աշխատա ուշ երկրներ ասեց ախպեր ջան, այս պատմությունն ինձ արեք, որ դուք սս բան չի եղել։ Նրանք ասում ցավը տանեմ, դու մեր նեղին հասնես, մենք ու նեղին չհասնենք, նորմալ է դա։ Բան հիմի օլիգարխներ, ախպերներ ջան, սփյուռքի միլիարդատերեր, անում եք լավ եք անում։ Դրեք, մեծացրեք ծավալը, բայց պահանջեք դրա հետ, աշխատեք։ Իշքան միլիարդատեր հայեր ունենք մինչև Շարլ Անձնավոր քրքրքրան։ Հիմի հարց եմ տալի։ Բերիկ բռնաբարիկ ղրգեցիք հետ Շարլը արդեն աման չմեր, բայց արդեն քանի դες միլիարդատեր ճանաչված հայեր ունենք։ Այդ հայերը միտքս տալիս եմ, միտք եմ տալի։ Կուզես կվերցնես, կուզես չէ, բայց լավ գնի որ վերցնես։ Քանի ճանաչված հայրենակիցներ ունենք։ Նրանք ամեն տեղ, ամեն երկրում հարգանք եւ պատիվ են բարձրացրել հայի անուն։ Նրանց դեմ փակ դուր չկա։ Նրանց հետ ընկերացեք, խնդրեք, որ այդ դռները բացեն ձեր առաջ։ Քանի ուշ չի։ Փորձեք նույն բիզնեսն արեք, մի խափեք։ Ինչ է ստանալու եթե 1 միլիոն դոլար գցենք այդ 1 միլիարդի մեջ ես 1 միլիոն է խափիր։ Քո անունը, քո պատիվը դրա հետ միասին հայի անունն ես գցում։ Մի արա։ Կուշտ ցույց տուք ես։ Մենք կուշտ ազգ ենք, մենք հաղթածի որդի ենք, մենք մուրացկան չենք, մենք բոմժ չենք, մենք մեր տղատեսակը չի կարա մուտիլով չի գնի ու խափող լինի։ Փորձեք աշխարհի իշքան հանրահայտ մարդիկ կան, բիզնեսմեն ախպեր քրեր։ Կապնվեք, խնդրեք, հանդիպում։ Եվ փորձեք այդ դռները դեռ լթել չեն փակվել, որտեղ քանի մենք պետությունն ենք, մենք ունենք շանս, բայց քանի որ պետություն չեն, գգա օրը արակասեք են Ավստրիայի Գևեսին չէր խոսում։ Գգա օրը, գիտեք, ուզած իրանց ինչա, որ այդ պետություն չլինի, իսկ այդ 20 միլիոն սփյուռք էլ անելու բան չունենա։ Արա դե կասելու մարանեմ։ Էլ ինչ ներկայացնեմ։ Հասկանում եք, քանի դեռ այդ պետությունը մենք ունենք, դուք ժամանակ չունեք ուրիշ բան անելու, տարբեր երկրներում ասում եք 82 ճանաչված երկիր կա, եթե չեմ սխալվում, փորձեք ինչ որ մի բան արտադրել, որ այդ պետությանը պետք կգա։ Դրեք, մեկա դուք այդտեղ ապրում եք, դրեք, բայց դրա դեմ պահանջեք լուսկու չոփ ձեր երկրի համար, պատմություն ձեր երկրի համար։ Բաներ որ լինի, իրանք չտեսնեն, ասեն, մենք այդպես բան չենք տեսել, այդպես բան չկա։ Մենք հային ճանաչում ենք շատ լավ, հələ տեսեք ինչ են անում մարդիկ, մարդ մեր երկիրն զարգացնում են, մեր երկիրը հզորացնում են։ Արեք։ Հետո կգա մի օր, որ կասեք, արեն մարդը ճիշտ է ասում։ Մեկը դու ապրում ես այդ երկրում։ Մեկը քո այդ միլիոնները աշխատում են այդ երկրի համար, ուզես թե չուզես։ Դու ամենաթանկն ես տվել, քո ժամանակն ու քո սերունդը։ Հայի սերունդը մնում արդեն 3-րդ, 4-րդ, 10, 100 գեներացիա արդեն հետում է։ Դու էլ ինչ ունես մտածելու, եթե ոչ ճիշտ բարգավաճելու, եթե ճիշտ կոմունիկացիան, ես փորձում եմ անդադ մտնել ոչ թե կեղտոտ դաշտ, ոչ, բարձրը։ Դժվար է, շատ դժվար է։ Բարձրը ներկայացնել ես հայ եմ։ Ես հայ եմ։ Ես ստեղծել եմ ես կան եմ կարացել, բայց էսի գիտես, այս երկրները երբ որ տեսնում են դու գալիս ես 30 տարի, բայց հայկական դրոշ ու խաչքար կա դրած։ Մարդիկ գալիս են իմ մոտ, ուրիշ ազգի մարդը իմ դրոշը համբուրում է, հարգանքի նշան։ Էդ եմ կարացի անեմ, գցենք։ Դու էլ արամ։ Մի նայի ինձի, մի նայի Գագոին, մի նայի Սամոին։ Եթե ինքը ճիշտ արի կամ սխալ արի, դա չինչան դու պիտի ստոպ տաս։ Ինձ գիտես իշքան մարդիկ են ասել, գև քեզի պետք է այս ամեն ինչը։ Իրոք ճիշտ էին ասում, բայց հետո որ երբ որ նայում ասում եմ, եթե ես չէ, բա ով։ Բա ով։ Դու արա։ Եթե ինձ ասում ես մի արա, դու արա։ Արայ ախպեր մեզի պետք է հազիվ եկել տունտեղ 30 տարի ծախել ենք, փախել ենք, եկել ենք, լավից վադից թուղթ ենք ստացել, այստեղ արդեն իմ յոբը խփում է։ Ասում եմ ոչ։ Թուղթ եմ ստացել, բա հետո։ Անունը ինչ դնեմ, գերեզմանից քարին դնեմ օտար մեռել 10 տարի հետո երեխեդ այդ գերեզմանը Եվրոպայի չի ուզում, գալու մա տրակտորը քանդում ուրիշի բերում թաղում։ Ու всё պրծավ, հա, էս էլ մեր պատմությունը։ Երգլից եթանք հերիք 90-ականներից փախնենք սովից, մթից, մի կերպ հասնենք, դնենք,
Արա դե ասենք էլ ինչ երկիր, էլ ինչ Հայաստան, լուրջ եք ասում։ Բայց եթե սենց եք մտածում, էլ խեք նեղենում, որ մեկը Սյունիքն ա վեկալը, մեկը Սևանը կվեկալի, մեկը Երևանը կվեկա, էլ խես մտածում, էլ ինչ են կապիկություն անում։ Եթե չէ, ուրեմն լսի ես խոսքերը։ Դու ստեղծի քո հայկական աշխարհը, քո հարություն առած Քրիստոսով։ Ուրիշի հարություն առածի վրան չես կարա դու հիմքը դնես, որովհետև Քրիստոսը քո մեջ է հարություն առե։ Դու չես կարա քո մեղքը ուրիշի մեղքով մաքրես կամ հագարակը։ Նույնը Աստված ունի քո հետ առաքելություն, երկու գործողություն, խոսել առաջի քրիստոնեությունից, որը տրված է քեզ իշխանությունը, երկրորդը ես մի բան եմ ասել, սա շատերը հիմա նոր են հասկանում։ Հայը ուրիշ ազգերի դες գործ չունեմ։ Երկու առաքելություն ունի։ Առաջինը հոգևոր նշանակում է, երբ որ դու հոգևորի մեջ ես, կա արժեքներ, ընտանիք, հայրենիք, բարոյականություն ու դենց շարունակել։ Երկրորդը աշխատել եւ լինել հարուստ։ Երրորդը չկա էլ։ Երբ որ դու հոգևոր ես, մարդկային արժեքից մինչև բարձր արժեքները դա Հիսուս Քրիստոսով փակվում է ամեն ինչ։ Չեմ ասում եմ մարդը լի տղալի անուն թող, ոչ, Քրիստոսի խոսքի մեջ։ Աշխարհին ես մերժել եմ։ Չխառնեք։ Հոգևորի մեջ մտնում է բոլոր արժեքները, բոլոր։ Երկրորդը հայը չի կարող աղքատ լինի, հայը պետք է հարուստ լինի։ Ես պատրաստ եմ լուբոյ գործարարի, լուբոյ գաղափարախոսության առողջ 24 ժամ տեղ ասեք, նստենք, մտածենք, ես ունեմ շատ լավ աղբերներ, շատ լավ հարգանք, մարդիկ, որը որ պատրաստ են, եթե որտեղ որ չի հասնում այն ուռովնի, որ այդ դուռը բացի, ես պատրաստ եմ այդ դուռ բացողի դերը խաղամ։ Ես պատրաստ եմ այդ սավոկը վեկալեմ քո ոտերի տակ, որ հանգարց քարը չկպնի, ոտիկը չփչանա, որ դու եթաս առաջ։ Եթե ես չեմ կարող, գցենք վազեմ 10 կիլոմետր, դու վազում ես 20, ես խոսք եմ տալի, ես քո ջուրը կհասցնեմ խմես, որ դու այդ 20 կիլոմետր ասում, որովհետև մենք ունենք մի առաքելություն, հայ մնալու եւ հոգեվոր մնալու եւ պահելու արժանապատիվ ձևով Քրիստոսի տված պատգամը, Քրիստոսի տված տիտղոսը, առաջի քրիստոնեայություն։ Դա գիտեք ինչ տիտղոս է։ Աշխարհում չկա դրանից բարձր տիտղոս, որ Աստվածաշունչը քոմը քեզ է տվել, Աստծո խոսքը քեզ է տվել, հայ ազգ։ Աշխարհի ամենամեծ տիտղոսը քոնն է, հայ ազգ։ Ու այսօր մենք տենում ենք հային տփում է, հային խփում է, հային նվաստացնում է, տենում ենք ամենուսս նայում ասում ես լավ, նյուժելի։ Մենք ումից ենք էլ մտածում, էսի մեզի կխփի, էսի մեզի կսպանի։ Էսա գլոբալ խնդիրը։ Մի զարթնի նայա, թե գևը ոնց է ապրում։ Նա զարթնի մի հատ երկինք նայի, թե Աստված ոնց է քեզ նայում։ Ու խնդրա Աստծուն իմաստություն։